Вообще Векален? А. Բարձր խոսա։ Շահինյան Գոհար։ Աննան մի քանի տարի առաջ իմ տղայից հետ եկավ մեր բոլորովի ցնցոտիների մեջ խորակ, շատ վատ վիճակում։ Տղայից հարցրի ով է այս տղան, ով է այս աղջիկը, ասեց Հաբովյանի իրան հալածում են, ինքն ասեց, որ այնտեղ ինձ հալածում են, այնտեղ ինձ ոստիկանները բռնում էին ամեն գողությունը իմ վրա են կասկածում, ինչքան որ գողություն է լինում ակտիվը, իմ վրա են կասկածում, ոչ միտեղ աշխատանք իրեն չէին տալի, իրաց ասում ես ասում։ Հայկական միատ կնայես։ Միկրոֆոնն եմ նկարում, միկրոֆոնը։ Բայ։ Թեքում է, որ միկրոֆոնը լավ երևա, դուք վերջում կնայիք ես տեսա։ Միկրոֆոնը երևում է, Երիկ, ասում։ Մի քիչ միկրոֆոնը կարա բերանին ավելի մոտեցնել։ Որ միկրոֆոնը երևա, որ ձեր TV-ն է։ Ձեր լոգոն երևա։ Շո, լավ, մի հատ քարտիր տակ։ Հիմա դուք ինձ խանգարում եք իմ աշխատանքի կատարել, հասկանաք, ես անփոփ լարված եմ։ Ու դա նորմալ չէ։ Միկրոֆոնը որ մի քիչ մոտիկացնեք։ Մի հատ այն ճյուղը բեր, Երիկ, դից տակը։ Ահա։ Հələ բայ մեր ջան միկրոֆոնը։ Всё, լավ է։ Չէ, ապա դիմացի մասը դե։ Որ չթեքի, всё։ Վերջ թող։ Ահա, արինայ։ Ես դուրս չեմ գալի։ Վերջ, չէ, արդեն։ Բայց ինչ է։ Սկսեք։ Դուք Շահինյան Գոհարն եք, Ես Աննայի ճանաչում եմ, երբ որ մի քանի տարի առաջ տղաս Աննայի հետ եկավ ներքուն, ես աղջիկը մի արտամանաց գնացի մեր տանը, ասեցի ով ես աղջիկը, Աննան ներկայացավ, որ ես Աբովյանից եմ, ինքը շատ ցնցոտիների մեջ, շատ հյուսված տեսքով եկավ, որ այնտեղ բոլորը ինձ հալածում են, ինչքան գողություններ լինում է ոստիկանությունը ինձ վրա է բախում, ինձ են մեղադրում բոլոր գողությունների համար, երեխաները թարգեցնում են, աշխատանք են տալու, ես լքված աղջիկում, ես զարմացա, որ միևնույն ժամանակ հաղթացի, իրան մոտեցանք մարդավարի, լողացրեցին, խախտեցին, տվեցին, վերագրեցին, ինքը շատ գող էր մեր վիճակից, իսկ ինչ վերաբերվում է, մենք իրար հետ թվականներ, երևի 21-22 բայց մի քանի տարի առաջ իր նկատմամբ ոչ մի բռնություն չի եղել մեր ընտանիքում, չնայած իր տարօրինակ պահվածքին մենք իր հետ շատ լավ ենք վերաբերվում։ Ես իրան չեմ ընդունել որպես խաղ, չնայած ինքը հայտարարեց, ես որպես խաղ եմ գալիս։ Ես իրան էլ ասեցի, Աննա ջան, ես իմանանք իմ կորած մոլորված աղջիկներից աղջկապես կընդունել, նաև ասաց, որ մանկատանը երկար երեխա ունի, որ ցանկանում է մանկատանից ոսկի երեխաների։ Մենք դրան էլ համաձայնենք, որ գնացել ենք մարզպետարան, այդ հարցով դիմելուն մարզպետարանում ասեցին, որ իր բնավորությունը կայունչի, ինքը այն վիճակում չի գտնվում, որ մենք երեխաներ դստավենք իրան, բայց ասեցին խնամատար միգուցե կարողանա դիմել, բայց Աննայի ինքը մեկ գնում էր մեր տալու, հետ ինքը հայտարարեց, որ Գոհարը գողա, Գոհարչյան գողա, ուզում են երեխաների գողան են ճանից, ասի Աննա ջան, արի ես եմ, Աննա ջան, չէր ես խոսում, մենք պայմանավորվեցին, որ քո երեխաներն են, մեզ հետ կլինեն, չէ, արդեն տեսա իր ամոթ տարինակություններ ու ասեց Գոհարչը դա ես չեմ ասում, դա ինձ դերերն է խոսում, իմ մեջ սատանա կայում, ես չգիտեմ, դա սատանան է խոսում, անդադ ասում է սատանա կա, ասում գնան վիճերից, մոզա
հանգստացի։ Մի խոսքով մենք իրարից շատ լավ ենք վերաբերվել, բոլոր ինչ որ ասում եք եղցիկաքը, ում տրամադրության տական է, ով է իրան ասում, որ նման բաներ ասի, կապել ենք իրան, ծեծել ենք, դա թող երդվի իր աղջկա անունով, որ լավ մայր է համարվում, միայն այդ աղջկա համար ինքը, որ մեր ընտանիքում նման վերաբերմունք հայերը տեսել։ Բացի լավից, բացի իմ լավ վերաբերմունքից ինքը բացի չտեսել։ Իսկ ո՞ր մասպետարան։ Լավի մասպետարան։ Դա էլ ասեցին, որ դուք բանի բնավորություն մենք ինքը եկել է մեզ դիմել երեխաների հարցով, բայց մեր սոցիալական աշխատողները գնացել են իրենց վանաձորի տունը, իրանք վանաձորի տեսել են, որ այդ պայմաններում առավել ևս ինքը հնարավոր չի երեխաների զբաղվել։ Չէ, իրանք ժամանակավոր ուղիղ երբ հնարվեցին վանաձոր քաղաքում։ Հա։ Իսկ դուք ձեր տղան չեք ասում, այդ կամաչին ասում է միաժամանակ ինքը ասում էր կամուսնեն եմ, Աննագիտ իսկ կամուսնեն եմ, Աննան էլ համարում էր մեր հացը, չնայած մենք դեմ ենք իրան, որովհետև ինքը կարելի է ասել, ես չեմ ուզում սա եթերում ասվի, ինքը շատ ահավոր քնքրի աղջիկ էր, ամբողջները անկողնի մեջ բարկած արևածաղիկներ, ամբողջ անկողնը արևածաղիկի մեջ երևում, ոչ մի բան չէր անում, ասում էր ինքնից հասնում ես, այս ձևով ես լինելու Աննա ջան, իրա վրայից ահավոր կտերով գալի, սկիպելով լողացում էին, լողաց Աննա ջան, լողաց ջուրը կա, ամեն ինչը կա, քո վրայից ահավոր ոչ ագալի, հարևաններն են անգամ նկատել, դու գնում ես խանութ արևով ես գնում, շատ կարում եք, իսկ հացի որ ուստեր ենք չի սա, չի կարամ ես էտ իր բարակում, Իսկ դուք ձեր տղան սիրում եք։ Մի դուք երևի սիրում եք, իսկ մի տղտում եք իրան։ Իսկ հետաքրքիր ինչ է։ Ես չգիտեմ ինչ եղավ արդեն իրենց անձնական խնդիրներ դրանք դիտարկել։ Հետո Աննան երևի ըստ երևույթին ըստ սիրում էր ամուսիններ փոխում, որովհետև Գրիգորը որ գալիս էր մեր տուն, ինքը անգամ ինձ ասում էր գարցյա, ես գիտեմ, որ Գրիգորը գալիս է կողմից պատմական, ասում են այդ նման բաներ մի ասի։ Ես չեմ ուզում, որ Գրիգորը մեր տուն գանա գալիս է կողմից պատմական։ Ու ասում է, այդ սատանան էր ասում, գիտես Վարդուկյան, ես չեմ ասում, սատանան էր ասում։ Ուր աղլինի, որ մեկը տեր կանգնեց իր անմանի ճարոզի։ Անան ինչպես Աննան երբ գնաց, Գրիգորի հետ ծանոթացավ, Գրիգորի եկար միասին գնաց։ հատուկ չես մեր տասը։ Չի, քասել ես ես ուզում ունի բանը։ Ես ուզում Գրիգորի գնալ։ Ես գնալ, ես լիք չեմ պարություն, որովհետև ասես Գահաճոջան իմ սորով պահեց, ես գնել, դու ազատ մարդ ես, ազատ մարդ։ Բայց երեխեքի տանուներ իմը չտասին, Գահաճոջան գնալ երեխաների, որովհետև իորից ասես Գահաճոջան գողացավ, ինչ-որ մենը գլխատենքիցեմ աչվետանի հայակի, որ իսնեսին է։ Իրա բանից է։ Այսինքն դուք միասին։ Հա, մենք միասին ապրում ենք, քանի ամիս եկել ենք բանը։ Հա, այդ արդեն ես չգիտեմ, ոնց աղել իրա ծանոթությունը, բայց որ ինքը Գրիգորին ասում է, դա դրանով ոչ մի խոսք, լավ Գրիգորին անում է կապավորան, ասեք մեր ինչ բանա գալիս է ես չգիտեմ։
Սոցիալական կապի մեջ էին, հաճախակից էր գալի, բայց իրար հետ մտերմություն Ես շատ բան կարող եմ ասել, բայց Երկած Ստեսին ձեզ շնորհակալություն կամեմ Նա նստել է Մի քիչ կողքարի Չէ, ես նստում Բայց դեմքով չէ, դեմքը պահում ես սենց կողք ամռային Բայց այդեն սխալ է Դեմքով ես ստեղ չես Դու պետք է ստեղ լինես Այսինք Վերջ, բայց ընդեղ մի նայ, ստենայ Ընդեղ չեմ երևում Ընդեղ երևում ես, դել ես երևում, դու ստենայ Դրա համար այդ ենք նստի Այս դիրքով ընդեղ Մի քիչ էլ կողք կնա, երևում ես, մայրը դել Որկումը, այն թե Երիք ջան, կնա դեպի քո աջ Վերջ, այս ենք մնա Լավ է Շո, լավ է Ուրեմն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչների Գերգինյանն եմ։ Իմ խնդրանքով Ստեփանավան քաղաքի հրավիրել Արարատ հեռուստաընկերության լրագրող Մերի Մամոյանին, որպեսզի հրապարակայնորեն հերքեմ իմ նախկին կնոջս Աննա Սիրունյանի կողմից Արարատ հեռուստաընկերության եթերում 3 իմ վերաբերյալ հրապարակված պատմիչական պրոյեկտներով տեսանյութեր։ Ուրեմն նախքան այդ գործի հանգամանքներին անդրադառնալու ցանկանում եմ նշել, որ իմ կարծիքով լրագրողական էթիկայից է խոսքը։ Լրագրողը նախքան նյութը հրապարակել է, փորձել որոշակի հիշեցնել ձեռնարկել եւ փորձել ճշտել այդ նյութի դիսկուսիոնը, որից հետո նոր այդ նյութը հրապարակել։ Մի րոպե, դուք հիմա Արարատ TV-ի դեմ ինչ-որ բան ունեք, խոսում եմ, որ նյութի դիսկուսիոնը չեք ճշտել։ Մենք հետաքննչական բան չենք։ Ես ուզում եմ դա հրապարակայնացնեմ։ Հրապարակայնացնելը մենք արդեն քո խնդրանքով եկել ենք, Երիկ։ Չէ, դուք նորից եմ ասում, դուք կարող եք կոնտեքստից կտրել, ձեր անազգանունը հայտնի է։ Հայտնի է, որովհետև ձեր տեսանյութերում դուք ինքներդ հայտարարում նշված է ձեր անունը։ Բայց դու անց ես ասում, ոնց որ դեմ ես ինչ-որ բանով։ Հասարակությանը հայտնի է ձեր Հարգելիս կարող եք դատի տալ։ Ձեր անուն ազգանունը հրապարակայնորեն հնչեցնելու համար կարող եք դատի տալ։ Ես էլ ձեզ նման չեմ, դուք չեք կարող ինձ նման լինել, որովհետև դուք եք ես տղամարդ։ Չեմ ուզում։ Ամեն մարդ իր օրինակ է, ես ինքնատիպ։ Ինձ մեկ ընդհատի, ես ուզում եմ իմ խոսքս ասել, ասել, բայց Արարատ TV-ի դեմ ինչ ունես, Երիկ։ Ուզել ես գանք, եկել ենք։ Ու մեր գալուց առաջ չես էլ ասել քո պահանջները, որ սենց եմ ուզում, անենց եմ ուզում։ Հարմարվեցին։ Ես ուզում եմ։ Էլ ինչ ես ուզում։ Մենք հիմա եկել ձեր տեսակետից։ դուք կարող եք ձեր TV-ի մեջ այդ իմ ասած այդ մասերը մոնտաժել։ Դուք կնստեք, սեստանը, կնկարեք, ինչ ուզում եք ասել։ Երիկ, մենք մեր տեսանյութը պատրաստում ենք, մեր աշխատանքը անում ենք, դեմ կլինես, քոնը արա։ Համաձայնվեցինք, հարմարվեցինք, որ դու նկարես։ Քոնը ասա։ Ինչ ես անգու։ Ասենք մի հատ մարդ ես, գիտես որ այսքան գնում նկարում ենք մարդկանց, երկու կողմը հարց ու պատասխան ալում, որ ելում ասում ես չէ, դու տնօրեն անազգանունը ինչ է, ես իրավունք չունեմ ասել։ Ինչպես։ Կայքում նշած չկա։ Ես իրավունք չունեմ ասել, ոչ հեռախոսի համար, ոչ անմասը։ Ուզեմ մի հատ իրավունք։ Ես էլ իմ աշխատանքն եմ անում։ Ապա ես ճիշտ եմ ասում, բան չի երիկ, ասենք դրել ես Արարատ TV-ին ինչ ես անում Յանի։ Տեսանյութը ավարտեք, ես իմ տեսանյութը չեմ ընդհատի, չեմ անջատի։ Դուք կգնաք, ես կմնամ նույն տեսանյութի մեջ ինչ-որ ավելացնել ունեմ։ Դու քո խոսքդ ինչ ուզում ես ասա, բայց եթե դու կանգնում ես
առանց քո տեսակետը Աննա Սիրունյանի կոնկրետ այդ անձի հետ վերաբերյալ ներկայացնելու մի անգամից ասում ես Արարատ TV-ին սենց։ Արարատ TV-ին հետաքննչական բան չի, կազմակերպություն չի։ հետաքննություն եք իրականացրել։ Մերը եթե լրագրողական հետաքննություն հələ չեն կարել, որ եթե էդի մեր ռեսուրսների մեջ ելներ, մենք ուրիշ ձև կմոտենայինք, միջև մոտենալը։ Այնքան բաներ կասեինք, արդեն դուսուս կմնայինք։ Եթե մենք հետաքննա հեռախոսով, հեռախոսով չէ։ Համոր կամ ասեք խոսում։ Հեռախոսան համար ասեմ 27 Այդ էլ փոխադրեմ անում։ Որ նայում եմ մեջտեղ ալնես, որ երևաս։ Մարկայնորեն։ Համի դու ինչն ես ուզում։ Շատ տարօրինակ ձև ես պահում։ Տարօրինակ ձև։ Այդ ճիշտը ո՞րն է դրա։ Ասենք փորձանք ես տենում մեր կողմից դեպի քեզ։ Քո ընտանիքը վարկաբեկեն, դու ո՞նց կվարվեիր։ Մի րոպե, եկել ենք, ով է վարկաբեկել, մենք ենք վարկաբեկել։ Մեր լրատվա միջոցով նա հեռարձակել է։ Այն կապ ունի, որ եթե ես լինեի լրագրող, օրինակ բերեց քիչ առաջ, դիմեր ասես, բերեց մարդու ասես այս վարկաբեկ ինչ բաներ ասեմ, ես թույլ չէի տա։ Բայց այդ մարդը չի ճանաչում ով է, ասում եմ հետաքննչական բան չէ։ Ալո։ Այո, ես եմ։ Նա ձեր ազգանունն եք ասեք, Ենգիբարյան։ Արո Ենգիբարյան։ Դե բացի հարցերին պատասխանելուց նաև նպատակահարմար եմ գտնում գործի հետ կապված, այդ Աննա Սիրունյանի տեսանյութի հետ կապված իմ մանրամասները ասել։ Ձեզ երևի սխալ են զեկուցել որոշ բաներ։ Ես ինչ-որ խոսում եմ, բոլորը գործի հետ կապված են։ Գործի ձեր տեսակետի հետ կապված են լրագրողական։ Հələ մի վարքյան մեր ճանաչենք, որ մի թեման է հիմք վերցվում, Դեր ասեմ, կարող է այս աղջիկը ձեր ուղարկած լրագրողը նենց հարցեր չի տալու, որի մասին ես պատակահար Պատահաբար է լրացումներն էլ ան, լրացումներ ես։ Բայց Բացի հարցերին պատասխանելը ես նաև ուզում եմ իմ դիտարկումները, իմ տեսակետը ասել, այն ամեն ինչի վերաբերյալ, որի վերաբերյալ հարց չհնչեցվի։ Դե ես էլ ասում եմ, եթե կարող այնպիսի բան լինի, որի մասին ես ցանկանամ խոսել, բայց դրա մասին ինձ հարց չհնչեցվի, դրա համար ես ուզում եմ իմ դիտարկումներն էլ անել։ Իսկ ես պետք է հարցնեի, ես էթիկապես ճիշտ եմ վարվել, թե չէ ձեզ։ Դա ես եմ որոշում, ինչից խոսամ, ինչից չխոսամ։ Ես եմ որոշում։ Քանի որ իմ հետ կապված է, ինձ հետ կապված հարց է, դա ես եմ որոշում, ինչ խոսամ։ Ով ասում է չէ։ Այդ նույն բանն է, ոնց որ քննչականը հարցակցության լինես, քննիչը հարցերն ավարտի ու ասի, վсё, վերջ իրավունք չունես լրացումներ անելու։ Հիմա եթե մեկը ինչ-որ մեկը ձեր ընտանիքին հրապարակայնորեն վարկաբեկ է, պախարակել դրանով, դուք դրան ոնց կնայեք, հանգիստ վերաբերվելու եք։ Թե բայց ես գործի հետ կապված եմ։ Իհարկե ուզում եմ։
Խոչընդոտ էլ ասել եմ, ինչ նկատում եք, որ գործողություններ է խոչընդոտել։ Ես ընդամենը ասել եմ, որ գոյություն ունի լրագրողական էթիկա, որ լրագրողը նախքան տեսանյութը հրապարակելը պարտավոր է նյութի իսկությունը ճշտել։ Դա ձեր լրագրողի նույն հաջողությամբ կարող ցանկացած ձևով դիմեն ինչ-որ լրատվամիջոցի, լրատվամիջոցին օգտագործեն իրենց թշնամիների դեմ, ոնց որ ինձ դեպքում արվեց աննասիլոնալի։ Ձեր լրատվամիջոցին փաստացի օգտագործեց իմ դեմ Սիմոնյան Աննան եւ վերջինիս ամուսը դուրս դարձան։ Դուք էլ առանց այդ նյութի իսկությունը ճշտելու ամբողջ զազրախոսությունները եթեր եք, դա ինձ իմ ամբողջ ընտանիքին վարկավորել։ Հիմա ես դիմելու եմ դատարան, քաղաքացիական հայցով դիմելու եմ դատարան Սիրունյան Աննայի դեմ։ Ոչ թե ավելորդ բան, այլ լրացուցիչ, լրացում։ Ավելորդ ոչ մի բան եւ չեմ ասում։ Այո։ Եղավ, դա։ Նույնը ասեց, հարցերին պատասխանել, որ լրացումները պետք է ավելացնել։ Ապա մեր ասածը ո՞րն էր։ Կոնկրետ իմ ասածը ո՞րն էր, Էրիկ։ Նման բան չասեցի։ Ես ասեցի խոսքը շատ լավ է, շատ լավ է։ Ես բառացի այդպես չասեցի, ես ասեցի եկել ենք խոսքը նկարելու։ Մի րոպե ավել պետք է խոսած դրա մեջ սա աղբիկը տասես, մի րոպե ավել խոսա, 10 րոպե, 12 րոպե խոսա ասել եմ։ Հիշում ես։ Ես կնկարեմ։ Բայց արդյոք ինչ ես ասում հիմա էլի։ Արդյոք եթերում է ցուցադրել։ Մենք կնկարենք, բայց եթերում է։ Նկարում եմ ես կոնկրետ։ Խոսքը 10 է։ Հիմա կցուցադրենք թե չէ, մեր ստուդիայի գործն է։ Մարդուն սևացնելուց առաջ մի հատ ճշտել էլի։ Այդ մարդը տարավ կատարելա թե չէ։ Էրիկ, եկի հասել ենք ստեղ, հետաքննի։ Հետաքննություն արդեն եղել է։ Որևէ հանցագործության դեպք չի հայտնաբերվել։ Դեպք չկա։ Չկա, ձեր հարցերը online Անա կարող եք որ Շատ ձեր միջոցով արել։ Կարա ձեր ընտանիքի սևացնել։ Կապ չունի մեր։ Եթերի միջոցով, բայց չէ ձեր միջոցով։ Որպեսզի երևի դիտումների քանակը շատ լինի, հա, քանի որ ձերը։ Այնպես չի մեր դիտումների քանակը շատ է։ Չէ, պետք չի, ես որևէ ցանկություն չունեմ։ Դե ես չեմ կարող իրականորեն ձեզ պատասխանել։ Գիտես ոնց է։ Դետորական հարց եմ բացված։ Կներես հələ մի հատ հարց տամ, Մերի ջան, ազատ ներողություն։ Կոնկրետ մեր մոտ ես մի քիչ թեմայից մի քիչ ես կողմ։ Դու հավատում ես, որ Աստված բոլորի միջոցով խոսքը բերում հասցնում է տվյալ մարդուն։ Աստված։ Չէ, Չես հավատում։ Կարա ձեր պարտությունը Աստված չի կարա։ հրախուսի։ Աստված ամեն ինչ կարա անի, դա մեկ հիշի։ Աստված արդարության կողմնակից է։ Մեկ վարքյան։ Հիմա ես Աստվածային թեմաներով բան չեմ անում։ Հիմա ասենց
հոգևորական մեջ կաս։ Ես պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել։ Նորից Ձեր հավելան հարցերը աշխատանք անեք, հնչեցրեք։ դուք Անանել էր ասում, որ հոգևորական մեջ կաս։ Ես հիշեցի։ Կար, հիմա չգիտեմ, կա թե չէ։ ինչի մոտ։ Ինչ որ Չէ, աղանդավորական աղանդավոր չեմ ես։ Ես համարվում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո։ Հիմա հրապարականորեն հայտարարում։ բա այդ բաները հրապարակելու տեղը բռնում ասում ես Արարատիվին սենց մենք չլինեին, կարող որևիցե մեկը հեռուստաբան։ Հենց մենք ենք եղել։ Շատ հեռուստատեսություններ կան, որ գնում են միկրոֆոնը, այ սենց են անում, բառիբուն իմաստով։ Էրիկ։ Այդ տենց են անում, ու տենց էլ հեռացակում են։ Ինչ կարաս ասես դրանց։ Ավելի մի բան արա, էլի խոսքը տասա, եկե հասնենք քո խոսքը նկարելու համար։ Սիրուն, շնորհքով խոսքը տասա, մենք մեր աշխատանքը անշնորհ արտահայտություն տեսակ ինձնից։ Նայ, դեռ զտարտում ես, մեզ ես Արարատիվ ես ասում, քաղաքագիր ձևով մոտեցե ու շարունակում եմ քաղաքագիր մոտեցումը։ Շնորհքով ինչ եմ ի նկատում։ Կարծիք եմ հայտնում սահմանադրության 42 հոդվածի համաձայն։ Մարդը ունի ազատ իր կարծիքը արտահայտելու իրավունք, բացառությամբ այլոց պատիվ արժանապատվությունը ոտնահարելուց։ Ոչ, դա ձեր սուբյեկտիվ ընկալումն է։ Եթե գտնում եք ես իմ այդ արտահայտությամբ ոտնահարեցի ձեր արժանապատվությունը, հորդորում եմ ձեզ դիմել դատարան։ Այո, որովհետև ես իմ արտահայտությամբ ամենևին եմ չոտնահարեցի ձեր արժանապատվությունը։ Էրիկ, կներես 1000 անգամ։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ավելի շատ օրենքներից ես Ես արդեն հոգեբանորեն ուսումնասիրել եմ։ Գիտեմ ձեր բոլոր մտավոր կարողությունները թույլ է ուժեղ կողմի, արդեն հոգեբանական տեսանկյունից ես շատ լավ ուսումնասիրել եմ։ Եթե փորձում եք բանալեջի մեջ մտնել։ Ես չեմ ուզում նույնիսկ Ինչի՞ չեմ ուզում, որովհետև այսինքն խելացի, եթե տեսնում եք դիմացինը իրավագիտակցա, եթե տեսնում եք դիմացինը իրավագիտակցա, դիք չեք մախնի դարել։ Ոչ, որովհետև մի անընդհատ կոնֆլիկտներ են։ Ասենք ես էի ու չէի գիտել այս տեսանյութը։ Տենց այդ զրպարտություն համարվող խոսքը տենց պետքա տենց մնար, չէ։ Դա է պատճառը։ Դուք էլ որևէ միջոց չեք ձեռնարկել, որ ճիշտ է։ Չէ, մենք երկրորդ կողմին էլ էինք։ Համապատասխանում ա։ Մեզ պետքա որ դա ձեզ է պետք ոչ թե մեզ։ Հիմա մենք եկել ենք։ Բայց գոյություն լրագրողական էթիկա, հիմա եթե ես Նոր վերեցի օրինակը, եթե ես հիմա դիմեմ որևէ լրատվամիջոցի եւ ձեր անձի դեմ վարկաբեկից նույնք եք տարածել, դուք ձեր ձեռքերը ծանոթանալիս նստելու եք, չէ՞։ Պետք է միջոցներ ձեռնարկել, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որ հետ չի ուտա։ Այո, բայց լրատվամիջոցի դեմ քայլում չեմ անել։ Ով որ դա է։ Լրատվամիջոցի երկրորդ պատասխանող կողմը ներգրավում դատական process-ին նմանատիպ։ Դատական process-ի մասին չի։ Նմանատիպ դեպքերում որպես կանոն։ Խոսքը դատական Լրատվամիջոցը ներգրավում է որպես երկրորդ պատասխանող։ Խոսքը նրա մասին է, որ եթե ձեր մայրը, որ եթե դուք երկաթը ծողով հարվածին ձեր մորը, ձեր հայրը, ձեզ Վստահ եք, որ այդ ամեն ինչը իրականության համապատասխան։ ոչ թե ես օրինակ եմ դու։ Այս էլ հարցնում եմ, այդ ինչ որ դուք կարծացել եք դատալեքսով։ Վստահ եք, որ իրականության համապատասխան։ Ոչ։ Բայց ո՞նց է այդ նյութը հրապարակված։ Հայկաս մի րոպե։ Քրեական գործ է քննվել հրապարակված։ Քրեական գործ։ Առանց Վերջը տուղ կրակ չի լինի։ դատավճիռ։ Առանց տուղ կրակ չի լինի։ Մեղադրական դատավճիռ չի եղել։ Ես որևէ արագ չեմ կատարել, ոչ մի հանցագործություն, նաև արդարացումները կա դատալեքսով։ Բա դրան ինչի՞ չէ։ Բա ինչի են այս ամբողջը, ինչի է այս ամբողջ դատական process-ը ձեր շուրջը։ Ասեմ ինչու է, ես այդ հարցը հեռախոսով դες ասեցի, ես ունեմ ամբողջ բնավորություն եւ տարբեր պաշտոնատար անձանց դեմ բարբերաբար բողոքներ եմ ներկայացնում, քանի որ պաշտոնատար անձին թաթախված են կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Եվ այդ հանգամանքով պայմանավորված դատախազության պաշտոնատար անձանց կողմից իմ անձի հանդեպ ձևավորվել է անբարյացական հարաբերություն։ Այդ հանգամանքով պայմանավորված իմ գլխի նախկին ինձ քրեական գործ արկեցին, իմ նախկին իբր թե իմ կողմից նախկին կնոջս
Հասմիկ Սարոյանի ծեծի ենթարկելու համար եւ դատապարտվեցի ոչ Ստեփանավանի չի։ Չեմ պատասխանում, որովհետեւ Սիմյան Աննայի տեսանյութի կա։ Ես պարտավոր չեմ բոլոր հարցերին պատասխանել։ Այդ գործով ես գանգատ ներկայացրեցի մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Շատ հնարավոր է իհարկե Եվրոդատարանը շատ ուշ քննի գանգատները։ Նա որ մոտ 10-12 տարի հետո Եվրոդատարանը անվերջ ճանաչի։ Այո, բայց նյութական փոխհատուցում են ստանում պետությունից անվերջ ճանաչվելու։ Բացի այդ Եվրոդատարանում արդարացվելու դեպքում քաղաքացին անձը օրենքով իրավունք ստանում նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով կրկին դիմի դատարան, որպեսզի իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը վերանայվի։ Այսինքն Եվրոդատարանով եթե արդար ճանաչվեցի, ավելի հասկանալի բացատրում որոնքալու։ Եվրոդատարանով եթե արդար ճանաչվեցի, դե կան մարդիկ չեն հասկանում ինչ եմ ուզում ասեմ, որտեղ սա հրապարակայնացնելու է ես խոսում ես, կարող է կան մարդիկ իրավաբան չեն հասկանում։ Այսինքն եթե Եվրոդատարանով ես անվերջ ճանաչվեցի, դա արդեն դիտվում է նորի հետ եկած հանգամանք եւ այդ հանգամանքը շահարկելով ես կարող եմ դիմել դատարան, որպեսզի ինձ արդարացնեն։ Գործը վերանային եւ ինձ արդարացնեն։ Այսինքն իմ ակնկալիքը դա է, որ ես արդարացնեմ անվերջ ճանաչվեմ ու ինձ դատապարտելու իրական գլխապատճառը դա է եղել։ Իմ բողոք գրելը դրա մասին ես իմ YouTube կանալի տնտեսանյութեր ունեմ, բոլոր ցանկացողները կարող են դիտել։ Անցնենք։ Դուք անասին Ուրեմն Աննա Սիմյանին ճանաչել եմ հետևյալ կերպ։ Վերջինս համացանցով ինձ բերեց Ադնագրաշնիկի սոցիալական կայքի միջոցով, կարծեմ 2019 թվականն է Նայավա տարեքից խալ ասեմ, եթե 2019 կամ 20 թվականին համացանցով բերեց պատահաբար զուտ, ինքը ասեց, որ ինքը շատ անձանցա նման հարցով լինել, այսինքն հենց ինձ նկատի ունեմ հենց վրա չէր սևեռվել էլ ինձ ճանաչում էր դրա համար իր ասելով ինքը տարբեր մարդկանց ակնարկաշնիկով գտել է տարբեր մարդկանց եւ նման հարցով դիմել է սակայն ոչ ոք իրան չեն ունել դերից որ իր դունը կալանքի տակ է հարկադիր Աբովյան քաղաքում գտնվող բնակարանը կալանքի տակ է ունի ալիմենտային պարտավորություններ իր նախկին ամուսնու հետ կապված Նաև ասեց, որ մեղադրվում է գողություն կատարելու մեջ, ոստիկանության Աբովյանի բաժինը ինդեմ շինցը քրեական գործ ասարկել և ինքը իրականում որևէ առնչություն չունի այդ գողության հետ։ Այդ մասով ճիշտ էր ասում Աննան և հեռախոսահամարներով փոխանակվեցին, չեմ հիշում ինքը զանգեցից, թե ես ինքը զանգեցի, պահին իշխանելու ականջի, հեռախոսազրույց ունեցան Գիտեմ, այդ եմ ասում էլ ինքը տարբեր անձանց, քանի որ սայթ ունեմ, տարբեր անձանց գրում եմ նույն բովանդակությամբ, այն ինչ որ ինձ է գրել, նույնաբովանդակ նամակներ նաև շատ այլ անձանց է գրել։ Երևի ուշադիր չխորացակ իմ այդ խոսքերով։ Նույնաբովանդակ նամակներ, ինչ որ ինձ գրել է, շատ այլ անձանց նույնպես գրել է։ Սակայն որևէ անձ իր այդ ասածներին ուշադրություն չի դարձրել եւ պատրաստակամություն չի հայտնել իրան օգնելու համար։ Ես խղճալով իրեն սկզբից դատալեքսով ստուգեցի տեսարիականը կա նմանատիպ դատական գործ, որ ունի ալիմենտային պարտավորություններ, ստուգեցի տեսա, որ այո, ճիշտ է ասում, ալիմենտային պարտավորություններ ունի, հետո ասեց քրեական գործել կավերես գողության մեղադրանքով հետապնդումների ենթարկում, ինչ-որ իրազուրկ գույք է եղել, աղբանոցից մի հատ որը դավերցրել, ոստիկանությունն էլ դա գողություն է համարել, սակայն անկեղծ որ ասեմ, ես արդարության կողմնակից եմ, այդ արարքում որևէ գողություն չկար Աննայի արարքում, ինքը որևէ գողություն չէր կատարել, դա եղել է իրազուրկ գույք, ինքն էլ աղբանոցից վրձել է այդ գույքը, ոստիկաններն էլ գլխին սարքել են, վախացվել են, ասել են գրի որ գողացել են, նա էլ խեղճ գրել է, ճնշել են իր ասելով, ճնշել են ինքնախոստովանական ցուցմունք է տվել գողության մեղադրանքով մեղադրյալ էր արդեն ինքը Պայմանավորվեցինք, տենց զրուցեցինք, մեկնեցի ես Աբովյան քաղաք, իրան խղճալով, ասեց, որ սենց հարցերի մեջ եմ, եթե կարող ես օգնել, ես էլ ինքը ձեր տեսանյութում ասում է, որ իբր ես էլի Գեղինյանից փաստաբան եմ ներկայացել, իրավաբան եմ ներկայացել, ասեմ, որ նման բան չի եղել, ես երկրից փաստաբան չեմ եղել, իրավաբանական ծառայություններ չեմ մատուցել,
Աննա Սիմյանի այդ խոսքերը իրականությանը չեն համապատասխանում։ Աննա Սիմյանի նույնպես փաստաբան չեն ներկայացել, այլ ընդհանրապես ելնելով մարդասիրական նկատառումներից, խղճալով իրեն, ընդհանրապես ցանկացել եմ օգնել, ինչով կարող եմ։ Եվ պատրաստակամորեն ցանկություն եմ հայտնել Աննա Սիմյանին օգնության ձեռք մեկնել, ելնելով զուտ մարդասիրական նկատառումներից։ Այդ հանգամանքից ելնելով ես պայմանավորվեցինք միմյանց հետ եւ ես մեկնեցի Աբովյան քաղաք։ Մեկնեցի Աբովյան քաղաք, այդ օրը Աննա Սիմյանի թույլտվությամբ հիշերեցի վերջինիս տանը Աբովյան քաղաքում գտնվող, ինքը բնականում մենակ էր գտնվում, միայնակ էր գտնվում։ Ինքը գտնվում էր սարսափելի անմտության պայմաններով, այսինքն հավաքված չէր, թափթփված էր ամեն ինչ, հագուստներ, կերպոտամաններ, ինքը ոնց փնթի կյանքով էր ապրում, ոչ գուներ մաքրում, ոչ գուներ հավաքում։ Հաջորդ օրը ես ու Աննա Սիմյանը միասին գնացինք Աբովյանի քննչական բաժին։ Քննիչը զարմացավ տեսնելով ինձ, ներկայացա ես ով եմ։ Քննիչը Վիգեն Մարգարյանն էր, հիմա Աբովյանի քննչական բաժնում ինքը չի աշխատում։ Տեսնելով ինձ զարմացավ, որովհետև քննիչը ասեց, մենք տեղեկություններ ունենք, որ Աննան ոչ մի հարազատ չունի։ Այսպես ո՞նց է տեսնել, շատ զարմացավ դա։ Սել ասեցի, սենց համացանցով ինձ գտել, խնդրելա, որ օգնեմ։ Եվ քանի որ ես էլ փաստաբանի լիցենզիա չունեմ եւ փաստաբան չեմ, իրավունք չունեի հարցաքննությանը ներկա գտնվելու։ Քննիչն էլ տեսնելով ինձ ասեցի, որ պետք է բողոքներ գրենք, ձերդեմ, ես ասեցի քննիչին, որ այս գործը պետք է փակվի, որովհետեւ Աննան իսկապես որևէ գողություն չի կատարել։ Քննիչն էլ արդեն վախեցած, մինչև այդ ինքը այլ ցուցմունք էր ուզում Աննայից կորզի։ Աննային ասավ դե լավ գրի, ուժողը բողոք չունի, պետք է մեղավոր ճանաչի, գրի որ մեղավոր եմ, խնդրում եմ հաշտության հիմքով գործը կարճի։ Ես ասեցի չէ, չենք ուզում ես դեմեմ, որովհետև ինքը որևէ հանցագործություն չի կատարել, ինչի պետք է հաշտության հիմքով կարճի։ Արդարացնող հիմքով կարճի, հանցակազմի բացակայության հիմքով կարճի։ Քննիչն էլ ասավ չէ, հիմքով չեմ կարճելու, ասեցի լավ, սկսեցի բողոքներ գրել քննիչի դեմ։ Տարբեր այցանների գլխավոր դատախազություն, ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպանին, անընդհատ բողոքներ էի գրում։ Եվ մեկ էլ քննիչը զանգեց Աննային, ասեց գործը կարճում եմ հանցակազմի բացակայության, վարի որոշումը ստացվում։ Այսինքն ես կարողացա պայքարել հանուն արդարության, առանց որևէ ակնկալիքի պայքարեցի եւ կարողացա այնպես անել, որ քրեական գործի վարույթը կարճվեց գողության մեղադրանքով, հանցակազմի բացակայության հիմքով, արդարացնող հիմքով, ոչ թե գողի հաշտության հիմքով, այլ արդարացնող հիմքով։ Դրանից հետո Աննա Սիմյանը դե քանի որ նախապես ինձ արդեն հայտնելով, որ ինքը ունի ալիմենտային պարտավորություններ, զանգեցի այդ հարկադիրի ծառայողին, համարը տվեց Աննան, Աննայից տեղեկանալով այդ հարկադիր ծառայողի հեռախոսահամարը, զանգեցի հարկադիր ծառայողին, ճշտեցի պարտքի չափը, ասեց, որ մոտ 4 միլիոն դրամ է, 3.900.000 դրամ, չհամոզություն եմ կամ 4 միլիոն։ Տոկոսները ահագին կուտակվել, ասեց այդքան է պարտքի գումարը։ Ես էլ արդեն Աննային հասկացրեցի, բացատրեցի իրավիճակը, ասեցի սենց ոչ։ Եթե տունը մնաց քո անունով, պարտքը շատանալու այնքան, տունը աճուրդով վաճառելու է, հարկադիրը։ Այդ գումարը տրամադրելու է, բնականի վաճառքից առաջնեց այդ գումարը տրամադրելու է քո նախկին ամուսնուն Գեորգի Պետրոսյանին, եւ դու հայտնվելու ես փողոցի, իրականում այդպես էլ լինելու։ Ասեցի ավելի լավ է ալիմենտը մուծի ու տունը ծախի։ Ինքն էլ ասեց ես գումար չունեմ, ոնց լուծեմ։ Եվ քանի որ Աննան տվել էր արդեն իր համաձայնությունը, որ ես իր բնականը վաճառեմ, միասին գնացինք նոտար։ Նոտարական վավերացումով Աննա Սիմյանը իր սեփական կամքով տվեց ինձ լիազորագիր, որով ինձ լիազորեց, որ ես վաճառեմ իր բնակարանը։ Ու նաև ինձ ասեց, որ ես այդ գործակներից ոչ մի բան չեմ հասկանում, ես միայնակ չեմ կարող ես այդ բնակարանը վաճառեմ, ինձ կխաբեն։ Ասեցի լավ է, թե չես հասկանում, ես հասկանում եմ, ես կվաճառեմ, եթե ոչ ես։ Ասեց հա, վաճառեմ։ Նացիկ նոտար լիազորագիրը տվեց, հետո ես իմ մտերիմներից պարտքով հայթայթեցի այդ ալիմենտի գումարը, 4 միլիոն դրամը։ Ես ինքս գնացի հարկադիր ծառայությունում Երևան քաղաքի, այդ գումարը մուծեցի, որ տունը կալանքից հանգի։ Ես եմ գումարը մուծել իմ ծանոթներից, մտերիմներից վերցված գումարը, պարտքով վերցված գումարը։ Տունը կալանքից հանեցի բնակարանը։
նման վաճառել։ Հիմա տունը հետո վաճառեցի, բնականը վաճառելուց հետո գումարը 4 միլիոն ինչքան որ պարտքով վերցրել է 3 միլիոն 900 կամ 4 միլիոն։ Այդ գումարը հետ վերադարձեցի պատկերացրել։ Այն տակը մնացած գումարով էր Վանաձոր քաղաքում գնեցի բնակարան եւ քանի որ այդ ժամանակ Աննա Սյունյանը դեռևս ուներ ալիմենտային պարտավորություններ, ուստի եթե ես այդ ժամանակ Վանաձորում գնված բնակարանը եթե դրանց էի Աննա Սյունյանի անվամբ, ապա դա նույնպես կալանքի տակ էր եղել։ Քանի որ իր ալիմենտը դեռ շարունակում էր ոսել։ Ճիշտ է, ինչքան որ պարտքեր էր մուծել էի ես արդեն, բայց ինքը ալիմենտ վճարելու պարտականությունից ազատված չէր։ Ինքը պարտքը, կուտակված պարտքը մուծելուց հետո շարունակելու էր ալիմենտ մուծել, մինչև երեխաների չափահաս դառնալը, որտեղ դատան այդպես էր դրել։ Ալիմենտային պարտավորությունները պետք է շարունակվեին, մինչև Գեորգի Պետրոսյանի հետ ամուսնական կյանքի ընթացքում ունեցած երեխաների չափահաս դառնալը։ Այսինքն իսկ Աննան կողմ էր, որ դուք բնակարան գնացիք իհարկե կողմ էր։ Նա միանշանակ կողմ էր։ Ինչի համար եք բնակարան։ Որ միասին ապրում։ Այսինքն դուք ուզում եք անհատակ։ Աննան էր ուզում ինքը ասեց ես մենակ չեմ կարա ապրել։ Ոչ կարամ աշխատեմ, ոչ էլ կարամ մենակ ապրեմ, ինձ էլի կխաբեն, կճնշեն, որ պետք է ինձ պաշտպանեն, որ ինքը վախում էր, հատկապես ոստիկաններից էր վախում։ Գիտեմ, ինչներից էր վախենում, ասեց ես մենակ չեմ կարող ապրել, ու այդ քանի որ այդ պահին Աննան դեռևս ուներ ալիմենտային պարտավորություններ, ուստի ես նպատակահարմար չգտա այդ բնակարանը Գրանցե Աննայի անունով, որովհետև եթե բնակարանը Գրանցե Աննայի անունով բնականը Գրանցե Աննայի անունով նորից եմ ասում հարկադիր է նորից կալանք բնակարանի վրա նորից հայտնվել աջորդի մեջ։ Դրա համար իմ անունով Գրանցեցի, որպեսզի հարկադիր է ոչ կալանք չկարողանա բնակարանի վրա, որտեղ ես որևէ զույգային պարտավորություններ չունեի։ Դրա համար իմ անունով Գրանցեցի։ Այդ բնակարանը ապրեցինք ես ու Աննան միասին մոտ 1 տարի կարծեմ։ Դուք Աննայի սիրում եք։ Ավելի շատ ինչպես։ Ես ավելի շատ խղճահարությունից կրթված եմ համատեղ ապրում, որովհետև ինքը նույնից եմ կրկնում, ինքը միայնակ իզորու չի վերատեղելու ապրելու։ Ոչ կարա աշխատի, ոչ կարա գումար հայթայթի, ոչ մի բան ինքը չի կարա, ինքը մենակ չի կարա ապրել։ Դրա համար այլ մարդիկ ևս եղել են, որոնց դուք խղճացել եք մենակ։ որ համատեղ ապրում իր հետ, չէ, բայց որ խղճացել եմ օգտվել իհարկե եղել։ Բայց որ համատեղ ապրեմ չի, Աննան միակ։ Նկատի ունեմ արձանետի համար Դե ես գիտեմ, որ այդ գումարը չի կորչելու։ Այնպես չի, որ ես այդ 4 միլիոնը նվիրել եմ Աննային, չէ։ Ես գիտեի, որ բնականը վաճառվի, այդ գումարը նորից հետ են տալու նրան ու որ վերցրել եմ։ Եթե չմուծեի, նորից եմ ասում, տունը աջորդով վաճառվելու, Աննան փողոցում էր հայտնվել։ Այսինքն ես նա մի բանը լավություն եմ արել Աննային։ Իսկ այդքանը չգնահատեց։ Այդ մի տարվա ընթացքում միասին ապրեցինք Վանաձորի բնակարանում։ Իր համար ինչքան ուզում էր ուտելիք էի առնում, համեղ հագուստներ էի առնում, այսինքն այդ գումարի մեծ մասը իր վրա է ծախսվել։ Հետո ինքը բնակարան գնելուց հետո գումար եք մնացել։ Դե $18,000 ծախեցի, այդ $8,000 գնաց ալիմենտի պարտքը ու մի որ պարտքը վերցրել էի։ Տակը մնաց $10,000, այդ $10,000-ից $5,500 բնակարան գնեցի, տակը մնաց $4,500։ Նոտարական պայմանագրում այդպես է նշված գումարի չափը։ Մեկ սենյականոց բնակարան էր ու առաջի հարկ։ Ու այդքան էլ բարվոք վիճակում չես գտնվում, դրա համար էժան էր այն ժամանակները, հիմա այդ գնով չես կարող բնակարան։ Այն ժամանակ այդ գինը։ Ընթացքը այսինքն $10,000-ից $5,500 բնական գնեցին, $4,500-ն էլ
մի տարվա ընթացքում իր վրա ծախսվեց անընդհատ Երևանում ուսում գնալ, մանկատուն եկել երեխաների հետ տեսակցության բազմիցս միասին են գնացել մանկատուն երեխաները բավականին ջերմ են ինձ հետ, Անայի հետ էլ են ջերմ, ինձ հետ էլ են ջերմ բավականին շատ խաղացել են երեխաների հետ ասեմ, որ իսկապես են ժամանակ պատմության չմեղանչելու համար ասում, որ երեխաները շատ կապված են Даже տանիքը անընդհատ լացումներ իրար հավաքվում, լացումներ ասում էր մաման չգնա, ասում էր երեխաները կապված են, մանկատան աշխատակիցների դիմեց որ կապված են։ Հետո իմացան գուրերով, որ մանկատան տնօրենին բռնել են, որ երեխաների ակտիվ աջակցություն Այդ դուրերը իմանալով ես արդեն սկսեցի միջոցներ ձեռնարկել, մտավախություն ունենալով, որ հնարավոր է Աննա երեխաներին էլ վաճառեն, հնարավոր է։ Դիմեցինք Լոռու մարզի մարզպետարան, իրավով դիմում էր կայացվեց Աննան Լոռու մարզպետարան, որպեսզի երեխաների խնամքը, ես ասեցի, ես կպահեմ այդ երեխեքին, ես կպահեմ, ես ինքս երեխա չունեմ, փոքր երեխա շատ է։ Պատրաստ էի, անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի երեխեքին վերցնեմ ասեցի կբերենք մեր Ստեփանավանի տանը, հայրական տանը, մամասի կպահի, դուրսի կպահի, իհարկե ես մենակ չէի կարող երեխա պահեմ, մտեղ լողացնել ապետ, կերակրել ապետ, այդպես չէի կարող անել։ Այսինքն Աննայի երեխաներին պահեիք առանց Աննայի։ Չէ, իհարկե Աննան էլ մեր հետ։ Ես նման բան չասեցի։ Ինչ եք տեղացուրում, հարգելիս։ Ես ասեցի ուզում եի Աննա երեխաներին պահեմ առանց երեխայի։ Աննան չէր կարող, որովհետև իր այդ ասեմ, հիմա հետ էլ ասեմ, ինչի չի կարող, երևի ոնց հասկացա, բավականին վատ է հասկացած։ Ուրեմն, երբ որ Աննան գտնվում էր Lighthouse-ում, այդ շորկանած աջակցման կենտրոն էր ինչ էր, ես այդ ոստիկանության փաստաթղթերն եմ ուսումնասիրել։ Ինքը տաք ջուրը իրան թվում էր, որ դա գոլ ջուր է։ Տաք ջուրով լողացրել էր երեխուն, բանել էր վառել երեխեքի մասը։ Առաջին աստիճանի այլվածքներ պատճառը երեխաներին տանիքի Երեխաները հայտնվել են հիվանդանոցում, ոստիկանությունը զբաղվել, բայց քանի որ դիտավորություն չի ունեցել Աննան, այսինքն միտումնավոր չի իր երեխեքին տաք ջրով այլվածքներ պատճառը, այդ պատճառով ոստիկանությունը ոնց որ խղճացել է իր Աննային, քրեական գործ չէր հարուցել, որովհետև ինքը դիտավորել չէր արել։ Այսինքն ինքը չգիտեմ, ինքը անզգա է առումով էլ իրան թվում էր, որ տաք ջուրը ինքը գոլ ջուր է, տաքը չէր զգում ինքը։ Դրա համար, այսինքն հիմա եթե Աննան է երեխաների խնամքով զբաղվել, ինչ եմ ուզում դա ասել։ Աննան եթե երեխաների խնամքով զբաղվել անձամբ, ապա այդ երեխաները լուրջ այլվածքներ էր պատճառելու ու հնարավոր է լինի տաք ջրով լողացնել, ինքը չէր կարող, ինքը վիճակի չի, իսկ դա շատ ասում իր երեխեքին, ուզում է ինքը խնամի, բայց ինքը իր այդ ոնց ասեմ իր ապրելակերպով ինքը վիճակի չի երեխա դաստիարակելու, երեխա խնամելու, դա պետք է կողքից պարտադիր օգնող լինի։ Եթե երեխաներին միայնակ 10 Աննային ու Աննան միայնակ գնաց ինչ-որ տան մեջ, իր երեխեքին միասին, հաստատ չի կարող այդ երեխաների խնամելու տան, օգնող ձեռքապետ։ Դրա համար ես ավելի ճիշտ գտա, որ երեխաները վերցնեն վերեն Ստեփանավան, իմ հայրական տանը, մայրս եւ քույրս նույնպես իրենց մասնակցությունը, իրենց ներկատարումը կունենային այդ երեխաների խնամքով։ Չէ, որպես խնամատար ընտանիք եմ ձևակերպեմ, ողջագրել մի քիչ հաստատքերի հետ կապված հարցեր չթույլատրեցին։ Այն էլ Աննայի, զուտ Աննայի պատճառով հիմա չեմ ուզում շատ փակագծերը բացել, ինքը դες ավելի մանրամասն կպատմի, թե ինչու իր առողջական վիճակի ձեռնելով չթույլատրեց մասնակցության, օդաբարձուների խորհուրդ բազմովեց ուսումնասիրություններ կատարեցին եւ ելնելով Աննա Սիմոնյանի առողջական վիճակից մարզպետարանը չթույլատրեց, որպեսզի երեխաների խնամքը Աննան ստանձնի։ Իսկ ձեր տանը դուք նկատել եք, որ նա Այո, որովհետեւ ինքը մշտապես եւ սովոր է, իր մաշկը դիտել է երեք իր առողջական վիճակի կապված, իր մաշկը մշտապես սառնել, ինքը Սակավայրություն ամնեյայա չէ դիվանության անվանում ամնեյայա չգիտեմ հայերեն սակավայրություն ասել կարծեմ
Հնարավոր է իր մոտ այդ ախտանշանները լինեին, այսինքն նման պարագայում մարդու մաշկը միշտ ծառնա լինում եւ անընդհատ ինքը մրսում է, դրա համար տակությունը չի ստանում։ Դրան այդ հանգամանքով պայմանավորված է, ինքն է մեր տանը մշտապես տաք ջրով է գողանում։ Դուշը ասում էր միշտ տաք կարա, որ ես ուզում եմ տաք ջրով գողանամ, ասում ինքը բացում է իրան ինչքան պետք է կարգավորում է ջրի Գերման Աստղյանի կարգավորումները ինքը անում է, ինչքան իրան պետք է անում է, ես էլ հարցնում են ինչու ես այդքան տաք ջրով գողանում, ասում եմ ես սառը ջրով չեմ կարողանամ, տաքը չեմ գողանում։ Իսկ ամեն հետ դուք ամուսնական հարաբերությունների Զաքսով չէ։ Զաքսավորված չեմ։ Իսկ քաղաքացիական ամուսնություն է։ Դա ճիշտ է, որ ասեմ, ես դա ամուսնություն չէ էլ որակի, ես ինքս, որովհետև ընդամենը համատեղ ապրում է։ Դաժե ինքը բազմիցս ցանկացել է ինքը երեխա ունենալ, սակայն ես միշտ դեմներ ասում եմ, որ երեխա ունենալ։ Համել իր ժառանգականության մեջ ինչ-որ խնդիրներ կար, մտածեցի միգուցե երեխաներն էլ ժառանգավոր երեխային փոխանցվի իրար։ Հիմնականում այդ հանգամանքով պայմանավորված ես նպատակահարմար չգտա, որ աննայց համատեղ երեխա ունենամ, որովհետև ես ճիշտը որ ասեմ, ես հավերժ գիտեի, որ դրա համար ասեցի, որ երեխա ունենամ, դու աննայց բաժանվեմ ճիշտ չի։ Երեխա ունենը մենել մարդուց իմ հետ, որ ուզում ես իսկապես ընտանիք կազմես, այսպես է մտածում։ Իսկ եթե դու Այո, շուտ խղճահարությունից կրտված, քանի որ ինքը միայնակ շակի չէր իր մասին հոգ տանել, ուր մնաց երեխաների մասին հոգ տանել։ Նա ինքս իր մասին չի կարող հոգ տանել։ Նա ո՞նց է երեխա տանել։ Բնականաբար չի կարող։ Դա իմ կարծիքն է։ Հետո ինքը ձանձրանում էր տանը, չնայած անընդհատ մեծ զբոսանքներ են դուրս տալի, մենք չի որ անընդհատ տանը մենակ նստած ենք։ Ձանձրանում էր, ինչ-որ պահանջներ էր արդեն դեպում, որ իմ համար այս ոսկի առ, ինձ համար այս շորերը առ, ավելի թանկարժեք բաներ ուզում, մենք չի որ ինքը իր համար այս շորեր չէի առնում, ինքը զբաղվել թանկարժեք բրենդային հագուստներ էր հագնում, իսկ ես է իր համար բնականի գումարները, չնայած այդ գումարները, որ վերջացավ, արդեն ես է իրան պահում, մենք չի որ ինչքան որ մենք իրար հետ ապրել ենք, անընդհատ այդ տան գումարներով ենք ապրել։ Գումարները վաղուց ծախսվել է, որովհետև ինքը պարբերաբար ուզում էր գնալ նաև Երևան, Մանկատուն, այդ ճանապարհածախսի վրա էլ էր գումար ծախսվում, պատկերացրու ես բողոքի գնան Երևան, հետո հետ վերադառնան, Երևանում էլ փող ծախսվում։ Այսինքն այդ գումարները ծախսվել Երևանում, ինչ-որ ժամանցի վայրեր էին գնում միասին։ Շատ արագ վերջացավ այդ գումարները, արդեն ես էր անում պահում, այսինքն մենք չի որ ամբողջ ընթացքում միայն բնականի վաճառքից ստացված գումարներն են ծախսել, ոչ նման բան չկա։ Հետո ինքը արդեն ճիշտն ասած դա երկկողմանի էր արդեն հիասթափություն առաջացավ, դա ամուսինների միջև էլ ալինում, մենք չի որ ես ինչ-որ զատնեմ դրա համար է ինձանից հիասթափվի, ամուսիններ կան բոլոր ընտանիքներում էլ, շատ ընտանիքներում էլ լինում է, համատեղ ապրում են միասին, հետո իրար չեն հասկանում, որոշում են էլ միասին չապրեն։ Աննան ասեց, արդեն ես էլ չէի ուզում իր հետ ապրեմ, հաշվի առնելով իր այդ խմահաճ բնավորությունը, անընդհատ պահանջներ ներկայացրել է, ես եմ ուզում, են եմ ուզում։ Ես եմ մտածեցի, նեղ կա, որ ես նրան թողամ գնամ, լքեմ, ինչ անեմ կա։ Նա իրան տվեցի գործողությունների լիակատար ազատություն։ Ասեմ ինչ արեցի։ Ծանոթացվեցի Գրիգորի հետ։ Գրիգորը իմ մանկության ընկերն է եղել նախկին, հիմա ընկերուս չի եղել։ Մեր տանը շատ այն մնացել, ամիսներով մնում էր տարիներ առաջ։ Լավ ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել Գրիգորի հետ։ Ծանոթացվեցի Գրիգորի հետ, այսինքն ի սկզբանե ես մտադրություն չունեի, որ Գրիգորն ու Աննան իրար հետ ամուսնանան։ Ուղղակի քանի որ ես ու Աննան միասին գնում էինք Երևան, Գրիգորն էլ, քանի որ Երևանի բնակիչ էր, շատ լավ գիտեր Երևանի տեսարժան վայրերը, իսկ ես չգիտեի Երևան տեսարժան վայրերը որ հարցերով են գտնվում, Գրիգորին շատը գրախացեր էր, որպես ուղեկցող էր վերցնում, այսպես ասած, ինքը միշտ մեզ ուղեկցում էր Երևանի տեսարժան վայրերը ցուցադրում։ Ես որտեղ տեղերը չգիտեմ Երևան որտեղ է, Գրիգորը գիտեր։
Հետո երբ որ արդեն հաջողակի շփվեցին Աննան ու Գրիգորը, դե բնական է տղամարդն զգում են աչքից ոչինչ չի վկայում։ Զգացի, որ Գրիգորը անտարբեր չի Աննայի նկատմամբ։ Գրիգորը ոչ թե Աննան, այլ Գրիգորը անտարբեր չի Աննայի նկատմամբ։ Բայց Աննան ոչ մի զգացում չունի Գրիգորի նկատմամբ անտարբեր։ Խելագարի պես Խելագարի պես ասելով նկատինում սիրով Այսինքն նա Գրիգորը դաժե ձեռել էր առնում, ասում էր չեր ասում, չպակաբրային ասում, չեր ասում, ձայնագրությունները են ասում։ Որոշ ժամանակ ձայնագրել էր Աննան, որ Գրիգորին ձեռել առնում, որ չպակաբրական է, սնալվան որոշ նրան նայել, բայց գում է ել, որ Գրիգորը անտարբեր չի Աննայի նկատմամբ և քանի որ Իսկ որ ասեմ, ես արդեն հիասթափվել էի Աննայից և չէի ուզում իր հետ ապրեմ, ոչ թե չի կարող սկսի, որս չուզենալով որ մեկի հետ ապրեմ համատեղ։ Չեմ ուզում ապրել։ Բայց ասում եք ինքն է հիասթափվեցությունից, դե արդեն որ հիասթափվել այն առումով, ասեցի դա երկկողմանի է հիասթափությունը, ինքը հիասթափվել է զուտեն առումով, որ ես իր պահանջները չէի կատարում։ Ինքը անօրինական պահանջներ է գտնում առաջ բան, թերքից դուրս, դրամաբանությունից դուրս։ Դրանից չէի կարողանում իր այդ քմահաճիկները բավարարել, որ ես իր քմահաճիկները չէի բավարարում, դրանից հիասթափություն առաջացավ։ Դուք աշխատում եք այդ ժամանակ։ Իհարկե աշխատում։ Չեմ ուզում ասում, աշխատանքի գաղթ է։ Բացարձակորեն թերես որտեղ է աշխատում, որքան գումար է աշխատում, դա թող ես իմանամ։ Գումարը բավարարում եք այդպիսի Իհարկե կոմունալ էի մուծում, Wi-Fi գումարն էի մուծում, սանգում էինք սնունդի վրա հապուսներ էինք առնում, հետո գնում էինք Երևան հաճախակի, զբոսնում էինք տարբեր տեսարժան վայրերում, այսինքն գումար կար ապրելու, ես հայթայթում էի, բայց քանի որ արդեն անօրինական քմահաճիկներ են ներկայացնում Աննան ինձ, որը ես չէի բավարարում իր քմահաճիկները, այդ հանգամանքով պայմանավորված արդեն հիասթափություն առաջացավ։ Բացի հետ էլ հիմա մի բան էլ ասեմ, իհարկե չէի ուզենա ասում, բայց որպեսզի ավելի ճշգրիտ պատկերացում կազմեր, թե հիասթափության պատճառը ինչն է, իհարկե ներողություն եմ խնդրում, բայց սեռական պահանջներ է ներկայացնում, որը ես չէի ուզում իր հետ, իրան բաղվել, որ արդեն հասկացել եմ, շատ չմանրանը, որ տղա լինեիք ավելի մանրամասն ասել։ Ու դավաճանության մեջ էր ինձ մեղադրում, խանդոտ էր, հիվանդագին խանդոտ էր, հեռախոսներս էր փոխվում, հենց մի հատ ինտերնետով մի հատ չկա լուսանկար էր նայում, ինքը շատ հիվանդագին խանդի տեսարաններ էր ստացվում նրանից։ Ոնց որ սենասի, որ ես քո գետից եմ անընդհատ մենակ քեզն եմ մոտիվացել, ուզում եմ այլ աղջիկների հետ է շփվել։ Դերից եմ դեպոզել, այլ Դավաճանում եք։ Ես ասեցի, մենք իրենց հետ զաքսել ամուսնացած չենք եղել։ Այսինքն ես զուտ իրան խղճալով եմ իր հետ ապրել, զուտ իրան օգնելու նպատակով։ Ինքն է դրանից խանդի տեսարաններ էր սարքում, հիվանդագին խանդի տեսարաններ էր սարքում, հուսքերի գլոբաներ էր ունենում, ես ինչի եմ ուրիշ աղջիկների հետ է շփվում, ինչի իրան բավարար ժամանակ չեմ տրամադրում։ Դա իրան չէր դուր գալի, իրան։ Այդ հիասթափությունը, որ ասում եմ ինձ հիասթափվեց, դա իհարկե դա ինձ էլ չէր դուր գալի, բայց ոնց կարա դա ինձ իհարկե ես չեմ հերքում, դա ինձ դուր չէր գալի ու մի անգամ էլ այդ խանդի այդ պոստկումների ժամանակ Աննան ասավ, ես քեզնից բաժանվելու եմ, գնամ Գրիգորին ուզեմ։ Չգիտեմ դա ասեց, որ ես խանդեմ իրան, թե իսկապես իր սրտի ցանկությունը հայտնեց, չգիտեմ։ Ես էլ իմ մեջ մտածեցի, արդեն ես ասեցի, եթե ուզում եք Գրիգորին կապի, ասի ավելի լավ, ձյան կտեմ, ասացի։ Որտեվ ես կարա իրան թողայի գնալ, բայց մեղքս գալիս էր, ասում է, որ սրան թողամ գնալ, որ սրան գնալ։ Մեղ կա, ոչ կարա աշխատի, ոչ կարա ինքնուրույն ապրի, ինքը չի կարա ինքնուրույն ապրի։ Ու երբ որ Գրիգորի հետ Երևանում հանդիպում էինք, որ արդեն Գրիգորը մեզ ուղեկցի տեսարժան վայրեր բան, ես միտումնավոր իրանց մենակ եմ թողում։
զգացմունքը տաքանա այսպեսի մեջ է։ Միտումնա որ մենակ է թողնում կամ հետ է կամ առաջ է ընկնում, որ ճանապարհով միասին քայլում են կամ այգի մեջով, ես կամ հետ է ընկնում կամ առաջ։ Որ սրանք երկուսով մնան, որ իհարկե իմ ներկայությամբ չեն կարող ասացինից է կաշկան մեկ վարկյան մի հատ ակումուլյատորը փոխ ակումուլյատորը ես է դուրս եմ 50 րոպեից ավել խոսում ես հետո զապասը բերգիտեմ բայց սա մոնտաժելու եք ես իմով բայց ամբողջությամբ տեղադրելու տեղադրի Asta e ինչ անշանակում լավություն հանրային ինչեր նկատառել Գրիգորի թողում էի Աննայից մենակ Ուրեմն դրանց մի վարկյան գնաց դրանց ոնց որ ես դիտմամբ մենակ եմ թողնում միացած զբոսանքների ժամանակ մենակ եմ թողնում որ զգացմունքը տաքանա այսպեսի մեջ չէ որովհետև ասեցի ավելի լավ է թող իրար ուզեն որ ես ազատվեմ Աննայի գերությունից ես տենց եմ ու այդպես էլ եղավ որ ես պլանավորել եմ Աննան ամուսնանագրի կողմից այդպես էլ եղավ գտնում եմ վատ բան չեմ արել այդ աղջիկը ինձ նորի վեսոր ունի ընտանիք երեխա եթե ես իրան չծանոթացնեի Գրիգորի հետ իրանով էր ոչ մեկն չէ ուզելու տենց միայնակ մնալու է ծառապել մենակ չեմ ու ասում ես պահին չէ բայց Աննայից հետո ամուսնացել եմ Ռադուսալին այդ սիկետի մարտահայտ ինձանից վրա երևի անակնկալի եկավ Սպասում ես մի բան էլ ասեմ ուշագրավ հանգամանք նախքան Աննայի տունը վաճառել է Գրիգորը ուներ ֆինանսական խնդիրներ ինձնից պարտքով գումար վերցրեց ասեց եթե փող ունես մի քիչ պարտքով փող տուր հիմա ասեմ թե ինչու իմ Գրիգորի հարաբերությունը սերվեց էլի այդ եմ ուզում ասեմ ասացի հա ունեմ կտամ գումար ասաց 150,000 դրամա պետք կարա ստաս ես էլ ասեցի այս պահին 160-ա մոտս ուզես այդքան կտամ ասեց հա բայց ասեցի նոտարով ու մենք նոտար միմյանց հետ կընդունենք փոխառության պայմանագիր անտոկոս չունի ասեցի ես տոկոսով փող տվող չեմ որևէ մեկին տոկոսով փող չեմ տվեց նայած այս նոր օրենքով արդեն դիտարկվում է աշխատությունը նախկին քրեական օրենքով դա հանցագործություն համար տոկոսով փող տալը հիմա չի համարվում հիմա ազատ քաղաքացին ովնից կարող տոկոսով փող տա նույնիսկ 30% այլևս աշխատություն հանցագործություն չի համարվում բայց այն ժամանակ համարվում է իհարկե ես իրավական հարցերով հատկապես իրավական գործարքները ես պարտադիր ուզում եմ նոտարական վավերացում ստանալ առանց նոտարական վավերացման որևէ մեկին ես գումար չեմ տալիս կամ որևէ գործարք չեմ կատարում ցանկացած գործարք իրավական ցանկացած գործարք ես դրանց սկզբունքն է պարտադիր պետք է ստանա նոտարական վավերացում միասին գնացինք նոտարի ներկայությամբ կնքեցինք փոխառության պայմանագիր հենց նոտարի ներկայությամբ ես Գրիգորին տրամադրեցի 160,000 դրամ պայմանագիրը կնքեցինք որում նշվեց որ ես այդ գումարը տալիս եմ անտոկոս այսինքն որևէ նյութական ակնկալիքներ ես այդ գործարքից չեմ ունեցել եթե նյութական ակնկալիքներ ունենայի բանավոր կպայմանավորվեին տոկոսով կտայի պայմանավորվածությունը կլիներ բանավոր կասեի ամենամեծ այսքան փող պետք է տաս բայց ես որևէ նյութական ակնկալիք չեմ ունեցել անշահախնդիր զուտ իրան որոշնեմ այդ գումարը տվել եմ հետո անցավ բավականին երկար ժամանակ Գրիգորը հրաժարվում էր այդ գումարը վերադարձնել ու պարծենալով էլ ասում էր չեմ էլ տալու ոչ մի դույք չունեմ իմ անունով դաժե ասում էր մորս տանը համասեփականատեր էր եկել ինձից հանել որ չկարողանաս ինձանից բռնական դու դատի տնա ոնց է ինձանից ստանալու ասեցի լավ տվեցի դատն է շահեցի դատանը վճիռ կայացրեց որ դուք ինձ
այդ ամբողջությամբ բավարարվեց, հետո դիմեցի հարկադիր ծառայություն, դատանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Հարկադիրը արգելանք դրեց Գրիգորի բոլոր եկամուտների գույքի, հետագայում ձեռք բերվելիք գույքի և դրամական բոլոր միջոցների հաշվի համարների վրա արգելանք դրեց։ Եվ քանի որ ինքն էլ օնլայն ճանապարհով, այսինքն համացանցի միջոցով գումար է աշխատում, որի մասին ինքն այն ասել, ունեցել է ԱՁ, Գրիգոր Դավթյան արել, ԱԶ-յանի մեջ, գիտեք իմ այդ ԱԶ գործում է, թե չէ։ Այսինքն այդ բոլոր հաշիվները կալանքի տակ դրեցին, իրա ինքը չէր կարողանում ԱԶ-ով փող աշխատել, արդեն հարկադրված փողը մոծեց։ Հարկադրված փողը մոծեց, որ իր հաշիվները արգելանքը հանել։ Այո, հարաբերությունները բացասան։ Ասենք, անել կանգրադառնամ։ Վանաձորի տունը ես վաճառեցի, հիմա չեք հավատա, Վանաձորի տունը վաճառել եմ, գումարը տրամադրել եմ Գրիգորին։ Հիմա կարող եմ մտածել կապում եմ, բայց չեմ կապում։ Բացի հետո եթե նույնիսկ որովհետև ինքը ասեց բերք նվիրատվություն անենք երեխեքի անունով, անլայ մանկատանը գտնվող անունով, ես հետ ասեցի համաձայն եմ, բերք նվիրատվություն անենք, գնացինք մանկատում, բայց մանկատա տնօրինությունը թույլ չտվեց, ասեց միայն Աննան իրավունք ունի իր երեխեքի անունով բերք նվիրատվելի ով ես, ոչ երեխեքի կենսաբանական հայրն ես, ոչ երեխեքի հետ զարսնգած ես, դու իրավունք ունես երեխեքի անունով թույլ նվիրատվություն անես, մանկատանը գտնվող երեխեքի անունով, այն այդպես էլ չստացվեց այդ գործակալը։ Ու ոնց հասկացա Գրիգորը ակնկալիքներում էր, որ այդ տանը տիրան է ինքն էլ ուզում է։ Կանընդհատ ասում էր, եթե տունը պետք է 10 ինձ, հենց իրան պետք է 10, եթե չտվեցիր իմ անունով գրեցիր, քեզի դատի կտանք, հիմա էլ կարան դատի տան, հանգիստ կարան թախայցով դատի տանից։ Այդ տունը լրիվ օրինական ճանապարհով են ձեռք բերել, այսինքն այն գործակները ինչ որ արել են, լրիվ օրինական ճանապարհով ա եղել, իրանք դեռ մասով էլ են ոստիկանություն դիմել, բազմիցս դիմել է Աննան։ Մի անգամ մեր համատեղ կյանքի ընթացքում դիմեց ոստիկանություն, այդ ժամանակ դեռ միմյանցից բաժանված չեն։ Մի անգամ հետո դրանից հետո բաժանվելուց հետո, երբ որ արդեն միասին չէին ապրում, երկու անգամ, մի քանի անգամ էլ բազմիցս, այսինքն մեկից ավելի անգամ էլի դիմեց ոստիկանություն, հաղորդումներ ներկայացրեց իմ վերաբերյալ, իհարկե Գրիգորի ուղղությամբ, որովհետև Աննան հիմա ամբողջությամբ գտնվում է Գրիգորի ազդեցության տակ։ Գրիգոր Դավթյանի ուղղությամբ Աննան ինձ ոստիկանություն ներկայացրեց հաղորդումներ, ոստիկանությունը դրանով էլ ներկայացրի, որ իբր բռնություն եմ կիրառել ես իր նկատմամբ, սակայն ոստիկանությունը քննություն կատարեց և որևէ հանցագործության հատկանիշներ չհայտնաբերվեց կատարավ։ Նաև ասեմ, որ հատկանշական այն հանգամանքը, որ դրանից հետո Աննան ինքը որոշ անձանց վրա հաղորդումներ ներկայացրեց ոստիկանությունում, որ ասեց Էրիկը իմ հանդեպ ոչ մի բռնություններ չի գործադրել, ինչու է Էրիկի հանդեպ ցույց մատնություն կատարել։ Այսինքն դրանով նույնպես փաստվում է, որ ես իսկապես Աննայի նկատմամբ որևէ բռնություն չեմ գործադրել, նույնիսկ Աննան բողոքել ներկայացրեց դատարան այն անձանց դեմ, ովքեր ինձ մեղադրում էին, որ իբր ես Աննայի նկատմամբ բռնություններ եմ գործադրել։ Այդ անձինք Վանաձորի բնակիչներն են տան բնակիչներն էին, որտեղ որ մենք ապրում ենք ես ու Աննան։ Այդ տանը, որ ես տնեցի է տունը, այդ տան հարևանությամբ բնակվող անձինք են։ Հա։ Հիմա չեմ ուզում այդ մարդկանց դատալեցին կարող եք չտուկել։ Դա դատալեցին տեղադրված տեղեկատվություն հրապարակային է և ես դրան այդ տեղեկատվությանը հղում կատարելով, քանի որ արդենից հրապարակված տեղեկատվություն է և հանրությանն էլ հասանելի է այդ տեղեկատվությունը, ես որևէ մեկին չեմ ձերբակում դատալեց կայքին հղում կատարելով, քանի որ ես արդեն նշեցի, հանրությանը հասանելի է այդ տեղեկատվությունը, ոչ թե Մարինե Վարդանյանի մասին է, դուք կարող եք դատալեքսով տեսնել, թե այդ անձնավորությունը ինչու համար է դատապարտված եղել,
Այո։ Այդ անձնավորությունը ինքն բողոքել է դրում, նույնիսկ Այսինքն ձեր հարևանները այո, զրպարտությունը չգիտեմ, ասում որտեղ լավ հարաբերությունների մեջ են հարևանները, իրանք են ես որևէ մեկի հանդեպ ճշտաման չեմ ունեցել, հիմա բական բաներ, որ չէի ուզենա բացառել, ճշտամական հարաբերությունների մեջ այդպես ինձ հետքինը գնացել է բողոքները շուկերը, որ իբր նույնիսկ արդեն մեր սեռական կյանքին էլ է խառնվում այդ հարևանը, խոսքը Մարինե Վարդանյանի մասին է։ Այո, բառից բուն իմաստով խառնվում է նաև իմ ու Աննայի սեռական կյանքին։ Քեզ ինչ ասամ, ինչ են կանում իրար, ոնց են ապրում, կյանքը ունես գնաց քո կյանքով ապրում։ Ես ընդհանրապես որևէ կնոջ վրա բան չեմ ասում։ Լինի դա Աննան, բոլոր ընտանիքներում էլ լինում են չհասկացվածության պահեր, իհարկե նման բաներ եղել են, մենակ չեմ հասկացել։ Ինձ արդեն ասեցի, որ Աննան պահանջներ է տնում, խանդի տեսարաններ էր սարքում, որ ես այլ աղջիկներին ոտերի մեջ շփվում էի կամ նկարներն էին նայում համացանցով։ Դե դրանից հետո խանդի տեսարաններ էր սարքում, վիճաբանություններ լինում էր, հա։ Բայց որ ես ձեր բարձրացնեմ, նման բան երբեք չի եղել։ Ես որևէ կնոջ նկատմամբ դա բռնությունը ես ինքս անընդունելի եմ համարում, հատկապես կնոջ նկատմամբ բռնությունը։ Ես երբեք իսկ չեմ կա կնոջ վրա ձեր բարձրացնում։ Իսկ Անան նաև ցույց տվեց մեզ ինչ տենքին Ասեմ, դրանով ուրեմն ճիշտ է այս պահին է որոշումը մոտով չկա, եթե իմանայի դա դες կհետաքրքրի կբերել ես։ Ուրեմն Աննա Սիրունյանը ինչ է գնակցելու ժամանակ նաև հաղորդում տվեց իր նախկին ամուսնու դեմ Գեորգի Պետրոսյանը։ Նշելով, որ Գեորգի Պետրոսյանը իրան բռնությունների է ենթարկել եւ աչքը վնասել է։ Այդ մասով քրեական գործ հարուցվեց Գեորգի Պետրոսյանի նկատմամբ կենտրոնական ինքնական բաժնում, սակայն հանցակազմի բացակայության հիմքով գործի վարույթը կարճվեց։ Եվ եթե նույնիսկ սպիկա էլ, չգիտեմ կա չկա, ուր ապացույց, որ դա ես եմ հարվածել կամ Գեորգի Պետրոսյանը։ Այսինքն դուք Աննային ճանաչել եք արդեն դեպքում ինչ-որ Իհարկե եղել է։ Աննայի քիթը Կոտրվածքի մասին ես ոչ չեմ եղել, նման բան չի էլ ասել։ Նա նշում է նաև, որ Դե ինքը նաև ասում է, որ իմ մայրս և Գեորգի Պետրոսյանը, այսինքն Աննայի մայրը, հանգուցալ մայրը Աննայի ասկավոր, բազմիցս ինձ հետ տեսանիք ունել այն իրավասել արծածալը։ Նաև ինձ էլ է բազմիցս ասել, հիմա դուք ինչի ձենքադրեցիք, որ եթե նույնիսկ կոտրվածա, դա անպայման իմ գործողությունն Ես էլ ձեր հարցին հարցով եմ պատասխանում։ Եթե Աննայի, ըստ Աննայի ասածով, չեմ վրդովում, ես շատ հանգիստ եմ։ Եթե Աննայի, իրոք է, ասացեք դուք որ Աննային տեսել եք ճանաչել եք նրա քիթը, արդեն կոտրված է, դրա քիթի կոտրվածքի մասին տեղեկություն չունեմ, բայց աչքը կարծեմ շիլ է իրը։ Աչքը ինչքան հիշում եմ, շիլ է, նարը աչքի վրա սկիլինի, Այդ էլ ինքը քննչականը, որ քրեական գործ է հարուցվել, իր ցուցմունքում նշեց, որ այդ աչքի շլությունը կապված է Գեորգի Պետրոսյանի կողմից իր նկատմամբ գործադրված բռնությունների հետ։ Այդ մասով Գեորգի այդ ժամանակ նման բան չի եղել։ Ինքը հա բառերը մի տեսակ է արտադրում։ Հա, բայց կոտրվածքով չի ունենալ ես կիմանալ։ Մեր համատեղ կյանքի ընթացքում ինքը չի ունեցել կոտրվածք։ Ամենին ինձանից ինքը բաժանվել է 2008 թվականին, 20 թվականին։ Դրանից հետո արդեն 4 տարի անցել է, հնարավոր է այս ընթացքում իր այդ ինչ-որ տեղի ունեցել, ինձանից բաժանվելուց հետո։ Այսինքն դա նշանակում է ես կապում եմ դրանից, իհարկե չունեմ։ Մեր համատեղ կյանքի ընթացքում ինքը ոչ մի կոտրվածք չի ունեցել։ Ես դրան էլ կանդրադառնամ, Գեորգի մասին խոսում։ Այդ աչքի ինքը իր ցուցմունքում այդպես պատճառաբանեց, որ իմ այդ աչքի վնասվածքը առաջացել է
Գեորգի Պետրոսյանի կողմից իր նկատմամբ գործադրված խնդիրների հետևանքով։ Նաև իր ինքը տեսանյութում էր ձեր իրականությունով։ Ինքը նաև ասում էր, որ իր մոր կողմից էլ է բազմիցս փոփոխությունների ենթարկվել։ Հնարավոր է մոր գործողությունների արդյունքում, մոր գործողությունների հետևանքով լինի այդ ձեռնարկությունը, եթե իհարկե արտահայտվի։ Էլ ինչ հարցում եք։ Վանաձորի տունը վաճառել են, գումարը տրամադրել են Գրիգորին, եթե այդ մասով նույնպես որևէ հանցագործություն ես չեմ կատարել, քանի որ սահմանադրությամբ քաղաքացին իրավունք ունի իրեն պաշտպանող դեպքը տնօրինել ըստ իր հայեցողության։ Քանի որ այդ բնականը եղել է իմ անվամբ, իրանց հարց, սա սահմանադրությամբ ինձ վերապահված իրազեկությունների շրջանակներում նպատակահարմար եմ գտել այդ գույքը տնօրինել այնպես, ինչպես ինքս նպատակահարմար գտել։ Վաճառել եմ այդ բնակարանը և գումարը տվել եմ Գրիգորին։ Եթե Գրիգորը գտնի, որ ես պետք է իրանց քեզ կամ պարտքեմ իրենց, հանգիստ կարող եմ քաղաքացիական հայցով դիմել դատարան։ Ոչ անլայն, ոչ էլ Գրիգորին որևէ գումար պարտք չեմ, եւ չեմ էլ պատրաստվում նրանց որևէ գումար վերադարձնելու, որովհետեւ որևէ գումար պարտք չեմ, նման պարտավորվածություն չունեմ։ Ուզում եմ իր անունը գրել։ Որտեղ ես չէի ուզում որ այդ տունը Գրիգորը տունն ունենա, այսպես ասած։ Դա ինձ սկզբունքից ուզում անես, ես չուզեցա, որ դա ինձ սկզբունքին հակասում է, տարբերությունն ունենա, որ ես չէի ուզում, որ այդ տունը անցնի Գրիգորը։ Դա է տարբերությունը, ու հիմնական նաև դա իր դերակատարումը ունեցավ, որ Գրիգորը ատելության դեպ թշնամանքով լեցվեց իր նկատմամբ, որ ոնց քեզ հաջողվեց այդ տանը դիրանաս, իսկ իրան չէ։ Ինքը հիմնականը մեկ հանգամանքով պայմանավորված է հիմա թշնամանքով լեցվածին հանդեպ ու հիմա աննայն օգտագործում է ինքն։ Դե ինքը տունն էր ուզում, ինքը ասում էր մի վաճառի, տունը գրի իր անունով, Գրիգորի, ինքը այդպես էր ուզում, ես էլ դեմ էի, որովհետև սկզբից երեխեքի անունով ենք ուզում գրեինք, Աննայի մանկական երեխեքի, բայց դա չեղավ, որովհետև պատճառը ասես ինչու չեղավ, դրա հետ համաձայն եմ ես, որ տունը գրենք մանկական երեխեքի անունով, տարբերությունն է նա, որ չի ուզում է տունը Գրիգորին, այո դա տարբերություն։ Կան գումարը կան Գրիգորին, բայց տունը այո չի ուզում։ Ես այդպես եմ, թե որ տունը պետք չի Գրիգորին գնա։ Գրիգորի դա որևէ ներդրում չի էլ ունեցել այդ տանքները։ Ես եմ այդ գործարքերն արել, ես եմ սա տունը ձեռք բերել, ինչու մնա Գրիգորին։ Այո, ողջ գումարը տրամադրել են իրան, հնարավոր է հետքի, ասի նման բան չի եղել, եթե կա հետքի, եթե նորից եմ ասում, իրանք կգտնեն, որ ես իրանք գումարը բարդ, սրա քաղաքացիական իրավական հարաբերությունների դեռ որևէ հանցագործության դեպք չկա այս իրավիճակում։ Քաղաքացիական իրավական հարաբերությունները թող խախտող լինեն դատարան դեմ, դատարանը որոշի, որ որևէ պարտավորեն որևէ գումար վճարեմ անհայտ 2 միլիոն դրամ։ Այո։ 2021 թվականի կամ 21 կամ 21 Այսինքն որ գումարով որ գնել եմ, գնաց գումարից ավելի քիչ գնել վաճառել, ասում վաճառել, ինչի որովհետև սպառնում որ չասեմ սպառնում էր, հայտարարում էր անընդհատ սպառնալ եմ իրավական նշանակություն։ Անընդհատ ինձ հայտարարում էր, որ ասում էր, եթե տունը չգրեցի իր անունով, ինձ դատի է տալու։ Այս բացահայտ հայտարարում էր, որ խախայցով, այսա ասեմ, խախայցով դատի եմ տալու քեզ, այդ տունը քեզնից վերցնեմ։ Ես էլ մտածեցի, եթե գործը մտավ դատարան, այսինքն հնարավոր է դատի տալ։ Խախայցով դատի տային, քաղաքացիական հայցով։ Արդեն դատարանը հայցի ապահովման միջոցներ է ձեռնարկում, ու մինչև վճիռ կայացնելը արգելանք է դնում բնականի վրա, դատարանը
մինչև վճիռ կայացնելը ձեռնարկում է հայցրապահովման միջոցներ, հայցքորին պատկանել թույլի վրա կալանք է դնում, այսինքն նման պարագային ես արդեն չէի կարող թույլը ոչ վաճառեմ, ոչ էլ նվիրատվություն անեմ, ոչ մի գործակ չէի կարող որ գրիգորին չունենա։ Ասեցի, դա ինձ սկզբունքն էր, ասեցի, տունը պետք չի գնալ։ Բացա ոնց որ մեր մեջ այդ հակամարտությունը առաջացավ ու սկզբունքայնության հակամարտություն էր, էլի ինքը ուզում էր իր ասածը առաջ տանի, ես էլ իմ ասածն էի առաջ տանի։ Սա ասեցի, դե տես որ իմ ասածը բառներ, ու արդեն ոնց որ պրինցիպի գցեց ինձ։ Ոնց որ այդ 160,000-ը պրինցիպի գցեց դատարանով ստացա իրանից։ Որ ասում էր չեմ տալու գնամ ուզում ես ինձ դատի էլ տակ չեմ տալու դույք չունեմ անում, ոնց է ստանալու։ Դատարանով ստացա։ Այսինքն ես հարցով էլ ինձ պրինցիպի գցեց, ասավ դե տես այդ տունը ոնց եմ քեզանից ստանալու։ Պրինցիպի գցեց, ասել ասի դե տես որ չես ստանալու, չեմ տալու։ Ես իմ պրինցիպը առաջ տարու, ես ինքը չկարեցավ այդ տանը իրանը։ Իսկ ինչ է նականները Այն ժամանակ այդ էլ ասեմ, անլայն օգնելու նպատակով ես նաև հայց ներկայացրեցի դատարան, որպեսզի ալիմենտային պարտավորություններից անլայն ազատում դատարանը։ Դատարանը այդ հայցն էլ բավարարեց, այսինքն ամբողջությամբ վճիռ կայացրեց ամբողջությամբ անլայն ալիմենտ վճարելուց ազատելու մասին, դա ինձ նոր է Թե չէ եթե ես դա չանեի, Աննա մինչև հիմա հլը իր նախկին ամուսնուն ալիմենտ Հետո դաժե մի ուրիշ հայցով էլ դատարան դիմեցինք, Աննան իր նախկին ամուսնուն Գեորգի Պետրոսյանի Քիչիկի փողոցին գտնվող բնականում մասնաբաժին էր, համասեփականատեր էր Հայաստանում։ Ես այդ Գեորգի Պետրոսյանի դատարանով պահանջեցին, որ այդ Աննայի մասնաբաժին համարժեք գումար տրամադրի Աննային, այդ հարցն էլ դիզեցի ես։ Դա արդեն մեր ամուս բաժանվելուց հետո, ես կարայի դա չանեմ, մենք ես ու Աննան համատեղ չեն տակում իրար հետ։ Բայց ես կարողացա դատական ճանապարհով Գեորգի Պետրոսյանին ստիպեմ, դատական ճանապարհով, լրիվ օրինական ճանապարհով, որ Աննայի մասնաբաժին համարժեք գումար տա, մոտ 4 միլիոն դրամ գումար տրամադրեցին Գեորգի Պետրոսյանը, որպես Աննայի մասնաբաժին համարժեք գումար։ Այսինքն նոտարական վավերացումով Աննան իր Քիչիկի բնականում ունեցած այդ մասնաբաժինը վաճառեց Գեորգի Պետրոսյանին, այդ գումարն էլ Գրիգորին մնաց։ Բայց Գրիգորը ասավ չէ, բացի 4 միլիոնի իրողականի գումարը ստաց։ Քանի որ այդ ժամանակ դեռ դատարանը վճիռ չէր կայացրել Աննային ալիմենտային այդ պարտավորություններից ազատելու մասին, այդ վճիռը շատ ուշ կայացվեց։ Հետևաբար, եթե ես այդ ժամանակ տունը գրեի Աննայի անունով, էլի կալանք էր գնալու էր Գեորգին, որովհետև դեռ դատարանը չէր վճիռ չուներ դեռ, որ Աննան ազատված է ալիմենտից, դեռ վճիռը չկար։ Բնակարանի հարցը Ես ականատես չեմ եղել, գիտեմ, բաժանվելուց հետո։ Աննայի հետ չէ, Գրիգորի հետ եմ։ Այո, բազմիցս իր հետ հանդիպում ենք Երևանում։ Երևանում հիմա էլ չէ։ Բայց մինչ այդ նաև այն ժամանակահատվածում, երբ որ Աննան գնացել էր Գրիգորի հետ համատեղ, այդ ժամանակահատվածում էլ ես Գրիգորը մեր մտերի հարաբերությունները պաշտպանել եմ։ Աննա հետ որևէ կապ չեմ ունեցել, բայց Գրիգորի հետ հաճախակի Երևան քաղաքում հանդիպել եմ։ Այո, շարունակել եմ Գրիգորը։ Որևէ ալբան չեմ տեսել։ Բայց դուք վստահ եք, որ ես Աննա Սիմյան ասելով հենց նկատի ունեմ նախկին աղջկանի հետ որ ես ապրել եմ։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում հիմա կան բազմաթիվ Աննա Սիմյաններ։ Ես ինչի ակտիվում, որ ես իմ էլեկտրոնային փոստի հասցեն, երբ որ Աննա Սիմյանի անունով է, հենց իրան նկատի ունեմ։ Նա կապացուց։ Չէ, որովհետև ես եմ իրար, մի րոպե, Էրիկ Եղինյան տվյալներով անց միայն ես եմ իրար հետ գնացել։ Այսինքն դրանով նշանակում է, որ ինքը ինձ նկատի։ Աննա Սիմյանը Ռոբերտ միայն ինքն է Կա նմանան, ոչ, բայց իրեն նկատի Աննազգանը գրելով, այո, իրեն նկատի ունեմ, բայց այն ինչ-որ ինքը տեսանյութում բարձրաձայնում է, որ ասում է Էրիկ Եղինյան անունով անձը տունս պատճառեց,
այդ ամեն ինչը ինձ նկատի ունի։ Այսինքն այլ անձ Էրիկ Գեղինյան անուն ազգանունով այլ անձի հետ ինքը չի բնակվել, եւ Էրիկ Գեղինյան անուն ազգանունով անձ իր տունը չի վայրկանել։ Այսինքն դա հստակ երևում է, որ հենց ինքը դեմ համար է դեպի դավի շատ լավ հասկացած եմ։ Բացի ենթատեքստը հասկացա, որ եթե դիտեմ դատարան, Աննա Սիմոնյանը դրանից կարճի, ասի թե ես Էրիկ նկատություն ունեցել։ Դա հեշտությամբ կապացուցեմ ես դատարանում, որ Աննա Սիմոնյանը հենց ինձ նկատի ուներ, իր տեսանկյունում իմ անունը հնչեցնել։ Հենց ինձ նկատի։ Դա ես դատարանում կապացուցեմ։ Հիմա նաև տեղեկություններ ունեմ նաև այն մասին, որ Աննա Սիմոնյանը Գրիգոր Դարչյանը զբաղվում է ներկայումս օնլայն գումար աշխատելով, եւ քանի որ Գրիգոր Դարչյանի եկամուտները Գրիգոր Դարչյանի եկամուտները կալանքի տակ է, ոչ դասեմ դուք լսեք։ Հա վերջի ավարտում եմ, ես տոն է ցույց տալու վերջ։ Ամենակարևորը սա է։ Մարիա Կուժան խոսում։ Ամենաշատը 3 րոպե են խոսալու վերջ։ Գնա։ Հա, վերջում ամփոփելով, արագ եմ ասում, ամփոփելով իմ խոսքերը, դիտարկումները, վերջում հավելեմ նաև, որ ունեցած հավաստի վերաբերություններով ներկայումս օնլայն գումար աշխատելով, չգիտեմ օրինական թե անօրինակ գործունեությունը, դա պատկանվածքները կբարձր, ստանդարտիզացիան, ուզում եմ ասել, որ քանի որ Գրիգոր Դարչյանը ունի դուրսային պարտավորություններ, տարբեր բանկերից պատկերացրել է չի տալիս, այդ դրա պատճառով հարկադիրը կալանքադրել իր բանկային հաշվի համարների վրա, այդ պատճառով հիմա Գրիգոր Դարչյանը իր օնլայն եկամուտները ձևակերպել է Աննայի անունով, այսինքն Գրիգոր Դարչյանը համակարգչով օնլայն գումար է աշխատում, տարբեր ռուսական կայքերով գովազդներ ներառվում, այդ ձևով գումար է աշխատում եւ այդ օնլայն եկամուտը գալիս է Աննա Սիմոնյանի անունով, Աննան է գնում բանկից այդ գումարները կանխատացնում եւ միգուցե տալիս է Գրիգորին, գիտեմ։ Հիմա եթե ես դիմեմ դատարան քաղաքացիական հայցով ընդդեմ Աննա Սիմոնյանի, որպես իմ պատիժն արժանապատվությունը նվաստացնող ոտնահարող անձ, այսինքն դատարանը արդեն իմ միջնորդության հիման վրա մինչև վճիռ կայացնելը հայցի ապահովման միջոցները ձեռնարկելու ու կալանքա դնելու Աննայի բոլոր բանկային հաշվի համարների վրա։ Դրանից հետո արդեն տեսնեմ ոնց են գումար աշխատելու։ Տեսնեմ դրանից հետո էլի կշարունակեն մարդուն զրպարտել, պատապանել, չէ՞։ Ու ես այդ զուտ այդ քայլին դիմելու եմ, ես ասեմ, որ ես Դու չէի ուզում, որ քո աշխատանքի մասին դու բարձրացնես, բայց դու նախկին ասեմ, որ այս այդ քայլին դիմելու ենք զուտ նրա համար, որպեսզի ինքը զերծ մնա, այսուհետև ինձ հանիրավի վարկաբեկելու։ Նաև ցանկանում եմ ցուցադրել նաև իմ կողմից հիշատակված քննիչների եւ ոստիկանների որոշումները, որոնք կայացվել են Աննա Սիմոնյանի հաղորդումների վերաբերյալ, իմ դեմ տրված հաղորդումների վերաբերյալ։ Այսպես տեսանելի է բովանդակությունը։ Թե մոտիկացնեմ տեսախցիկին։ Մենք առանձին կնկարենք փաստաթղթերը։ Եվ որպես երևա։ Ես առանձին կնկարեմ։ Ես ուզում եմ նաև հարցնել, ձեր նախին դնից հետ կապված դուք դատապարտված եք եղել։ Այո, դրան ես անդրադարձա։ Այո, դրա այդ մեղադրանքով եմ դատապարտված եղել, դրան ես անդրադարձա, որը որ կապված է եղել իմ կողմից բողոքներ գրելու հետ։ Քանի որ բարբերաբար բողոքներ են գրել նախախազության աշխատակիցների, քննիչների, ոստիկանների դեմ, նախկին կնոջս, առաջին կնոջս Հասմիկ Սարոյանի օգտագործել եմ, որպեսզի ինձ հանիրավի դատապարտեն այդ գործով, ինչպես արդեն նշեցի, ես արդեն կանգատ եմ ներկայացել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գործի ողջ քննության ընթացքում ինձ մեղավոր չեմ ճանաչել, չեմ զղջացել, որովհետև նման հանցագործություն ես չեմ կատարել, ու դեպի սարքի հանցագործություն չեմ կատարել, դրա հետ կապված ասեմ, այո, դրա հետ կապված ես իմ արդեն իմ անունով է, Էրիկ Գեղինյան անվանումով իմ YouTube-յան ալիքով ես տեսանյութեր եմ տեղադրել, ես անմեղ եմ, ես հանցագործ չեմ եւ ապօրինի դատապարտումների ընթացքում դատախազության կողմից իմ այդ տեսանյութերի վերնագիրը դա է։ Բոլոր ցանկացողները կարող են իմ YouTube-յան ալիքով
գտնել եւ դիտել իմ կողմից հիշատակված տեսանյութերը, որի արդյունքում հանգամանորեն պատկերացում կկազմեք ինձ հանիրավի դատապարտելու իրական դրդապատճառների մասին։ Մնացած որոշումներն են ցուցադրում։ Դա արդեն ասեցի, այս որոշումները Աննա Սիմոնյանի կողմից Էլի Երմյանից դեմ ոստիկանությունում տրված մտածածին հաղորդումների վերաբերյալ կայացված որոշումներն քրեական գործառույթը մերժելու մասին։ Եվ այս որոշումներով փաստվում է, այս որոշումներով անդրադարձ կա կատարված Աննա Սիմոնյանի նկատմամբ իմ կողմից իբր թե բռնություններ գործադրելու, իմ կողմից Աննա Սիմոնյանի պատկանող զույգը իբր թե խաբեությամբ վաճառելու, այդ բոլոր հանգամանքներն անդրադարձ կա։ Աննան, երբ որ մենք համատեղ գնացում ենք միասին, այդ ժամանակ հարևանն է։ Հետո համատեղ կյանքի ընթացքում ապրելու ժամանակ մի անգամ էլ Աննան է ոստիկանություն, որելու ես իբր իրեն գերի եմ պահում։ Դրանով էլ է նյութերը մերժվել։ Դրանից հետո, երբ որ բաժանվել ենք եւ միասին չենք ապրել, դիհատել արդեն հակակոռուպցիոն կոմիտեի Աննան, որ իբր ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնի աշխատակիցները թաքցնում են Երևանից կողմից Աննա Սիմոնյանի նկատմամբ կատարված հանցագործությունները։ Իբր թե ըստ Աննա Սիմոնյանի։ Դա զառանցական երևակայության արդյունքն է, նաև կիսաբաց լուսամուտներ դուրաղմուկ վերնագրով հաղորդաշար կա, այնտեղ նույնպես բարձրաձայնվում է այդ դուրաղմուկ հաղորդաշարով կիսաբաց լուսամուտների, բարձրաձայնվում է, որ Աննան ունի զառանցական մտքեր եւ հակում ունի զրպարտել անմեղ մարդկանց։ Աննա Սիմոնյանի մեղադրանքները կոնկրետ իմ մասով, իմ վերաբերյալ մեղադրանքները ամբողջությամբ մտածածին են, զազրախոսություն են, անարժանահավատ են, կրում են զրպարտչական բնույթ եւ չեն համապատասխանում իրականությանը։ Քանի որ այն ինչի մեջ ինքնին մեղադրում է, բազմիցս թե հակակոռուպցիոն կոմիտեում, թե ոստիկանության բազումի բաժնում, թե ոստիկանության Աբովյանի բաժնում քննություններ են կատարվել պատշաճ, բազմակողմանի մանրակրկիտ քննություն է կատարվել, հերքվել են Աննա Սիմոնյանի կողմից կոնկրետ ինձ վերաբերող հանցագործության դեպքերը եւ ոստիկանության եւ քննիչի կողմից որոշումներ են կայացվել քրեական գործառույթները մերժելու մասին եւ որոնց օրինականությունը հաստատվել է դատախազության կողմից, այսինքն այդ որոշումները չեն վերացվել եւ Աննա Սիմոնյանի կողմից այդ որոշումները չեն էլ բողոքարկվել։ Եթե Աննա Սիմոնյանը գտնում էր, որ ապօրինի որոշումներ են կայացվել, ապա այսինքն այս վերջի որոշումը հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ որ Աննա Սիմոնյանը եկել արդեն միասին չէին գնացել։ Այսինքն Գրիգոր Դավթյանը կարող էր փաստաբան բռնել, փաստաբանի միջոցով այս որոշումը բողոքարկել համակարգչի։ Բայց վերջիններս այս որոշումը չեն բողոքարկել, որը նշանակում է, որ թե Աննա Սիմոնյանը եւ թե Գրիգոր Դավթյանը ըստ էության համաձայն են եղել այս կայացված որոշման հետ։ Հակառակ դեպքում, եթե համաձայն չլինեն, կարող են որոշումը բողոքարկել, բայց չեն բողոքարկել։ Այսինքն իրենք համաձայն են եղել այս որոշմանը։ Սա էլ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Եղամյանի կողմից կայացված որոշումն է, նույն Աննա Սիմոնյանի հաղորդման վերաբերյալ կայացված, որում Աննա Սիմոնյանը հերթական անգամ թե ինձ եւ թե ոստիկանության բազումի բաժնի աշխատակից Իգոր Հովհաննիսյանին անիրավի մեղադրել է իր նկատմամբ իբր թե կատարված հանցագործությունների մեջ։ Ահա ծավալում է։ Ուսել է փորձի որոշում, Աբովյանի բաժնի հետաքննիչ, ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչ Գագիկ Լալազարյանն է կայացրել։ Ֆոտո ես անում, թե վիդեո։ Վիդեո։ Էդի արտակտիվ բանի։ Ոնց են համարը կասում։ Բայց այս փաստաթղթերի մի մասն է, այն մի մասը ձեր մեյլին եմ ուղարկել ձեր հեռուստաընկերության։ Եթե որակապես լավնի օգտագործեն։
ամեն փաստաթղթի սկիզբը ու վերջը ստորագրությունները բանը որը Բա ընդհանուր բովանդակությունը չէ։ Եթե ընդհանուր բովանդակությունը ով է կախտավի ասես, որ ինչ է ստա։ Ձեզ հետաքրքիր է նույնը, թեկուզ ձեր կարդալու համար։ Դե տենց մարդիկ պատկերացում չեն կազմում, բովանդակության մասին, ինչի մասին է, եթե մենակ սկիզբն ու վերջը դուք եթե ստաք։ Կարևորը ստորագրություններն է։ Հա, բայց բովանդակությունը անհայտ է մնում արդեն ձեր հեռուստադիտողների համար։ Մենակ սկիզբ ու վերջը ինչ ամբողջ որոշման բովանդակությանը պետք է ծանոթ լինեն, որ հասկանան ինչ փաստաթուղթ ասա։ Երբ որ հեռուստատեսության փաստաթուղթ են ցույց տալու, տևում է մաքսիմում 4 վայր։ Ես նկատի ունեմ ամեն մի էջը 4 վայրկյան ցույց տալու։ Հասկացա՞ք։ Ամեն մի էջը Մի հատ էջ են ցույց տալու, երկու հատ էջ են ցույց տալու, մաքսիմում։ Չես կան ժամանակ։ Այս մի էջը 4 վայրկյան։ Այս մի էջը 4 վայրկյան։ Այն մնացածները նույնպես։ Այդպես ցուցադրեք։ Որ մարդիկ հասկանան ինչ է, բան չի կողմը։ Չէ՞ Գյորգեն ո՞նց է։ Բայց ինդիկատիվ արա մենք արդեն որոշենք մոտակա։ Սա հեջերի կարելի է, սա հեջերի ջուր։ Ես չես նկարել։ Սա նկարել ես ես։ Հարգելի հետևորդներ, ես այժմ ցուցադրեմ իմ կողմից նշված Աննա Սիրունյանի կողմից վերաբերյալ տրված ոստիկանությունում տրված հաղորդումների վերաբերյալ կայացված քրեական գործառույթի մարզելու մասին որոշումները, որպեսզի ձեզ համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։
Ուրեմն հիմա ես գտնվում եմ ոստիկանության Ստեփանավանի բաժնին հարող այգում։ Այս խաչքարը նվիրված է հայրենիքի համար զոհված ոստիկանների հիշատակին։ Փառք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկանների եւ առհասարակ բոլոր մեր քաջորդիների, բոլոր նահատակված քաջորդիների հիշատակին փառք։ Ահա այստեղ փակցված են նաև հանուն հայրենիքի նահատակված բոլոր ոստիկանների լուսանկարները, դրանք նույնպես նկարահանեմ։ Ամբողջությամբ։ Հավերժ փառք հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների հիշատակին։
Ուրեմն այսքանը շնորհակալություն եմ հայտնում սույն տեսանյութին ականջալուր լինելու համար։ Վերջում նշեմ, որ Արարատ հեռուստաընկերությունը Աննա Սիրունյանի կողմից ին վերաբերյալ հրապարակված ճշմարտազուրկ տեսանյութի իսկությունը ստուգելու ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել այդ տեսանյութի իսկությունը ստուգելու ուղղությամբ եւ հիմք ընդունելով միայն այն Աննա Սիրունյանի զրպարտչական բնույթի մտածածին տեղեկությունները այդ ժամանակ առանց իմ կարծիքը, առանց իմ տեսակետը լսելու զրպարտչական բնույթ կրող տեսանյութ են հրապարակել թե իմ եւ թե իմ ընտանիքիս անդամների վերաբերյալ, որը ամբողջությամբ մտածածին են, արժանահավատ չեն, արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը եւ կրում են զրպարտչական բնույթ։ Ասեմ, որ ներկայումս Գրիգոր Դավթյանը իմ ունեցած տեղեկություններով ստանում է օնլայն եկամուտ, աշխատում է օնլայն եւ քանի որ վերջինս տարբեր բանկերին եւ հարկադիր ծառայությանը ունի գույքային պարտավորություններ, այդ իսկ պատճառով Գրիգոր Դավթյանը իր օնլայն եկամուտից առաջացած գումարները դիտավորյալ այնպես է արել, որ այդ օնլայն եկամուտները փոխանցվեն Աննա Սիրունյանի անվամբ եւ Աննա Սիրունյանը ինքն է կանխիկացնում այդ գումարները։ Հետեւաբար, եթե ես զրպարտության հայցով դիմեմ դատարան ընդդեմ Աննա Սիրունյանի, ապա դատարանը այդ տեսանյութը հրապարակած Արարատ հեռուստաընկերությանը իմ կարծիքով կներգրավվի որպես երկրորդ պատասխանող եւ դատարանը նախքան վճիռ կայացնելը իմ միջնորդության հիման վրա կձեռնարկի հայցի ապահովման միջոցներ եւ իմ կողմից դատական ճանապարհով պահանջված գումարի չափով արգելանք կդնի Աննա Սիրունյանին պատկանող դրամական միջոցների վրա։ Հիմա քաղաքացիական օրենսգրքի 1000, կարծեմ որքանով հիշում եմ 1087 հոդվածն է դա, եթե չեմ սխալվում։ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի համաձայն զրպարտության դեպքում քաղաքացին իրավունք ունի իրեն զրպարտող անձից դատական ճանապարհով պահանջել, եթե չեմ սխալվում, մինչև 6 միլիոն դրամ։ Այսինքն, եթե ես որոշեմ քաղաքացիական հայցով դիմել դատարան Աննա Սիրունյանի դեմ, ապա իմ պահանջած գումարի չափով դատարանը հայցագնի չափով արգելանք կդնի Աննա Սիրունյանի դրամական միջոցների վրա։ Ակնկալում եմ, որ դրանից հետո Աննա Սիրունյանը եւ Գրիգոր Դավթյանը զերծ կմնան ինձ հեղինակազրկելուց, զերծ կմնան ինձ հասարակության առջև իմ պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու անընդունելի գործելավոճից։ Այսինքն դատարան դիմելով ես ցանկանում եմ միջոցներ ձեռնարկել իմ պատիվն ու արժանապատվությունը ոտնահարումներից զերծ պահելու ուղղությամբ։ Նաև նշեմ, որ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք, եթե իր կարծիքը չի ոտնահարում այլոց պատիվն ու արժանապատվությունը։ Մինչդեռ տվյալ դեպքում, ինչպես արդեն փաստեցի, Աննա Սիրունյանի կողմից իմ վերաբերյալ հրապարակված այդ տեսանյութում հնչող զազրախոսությունները ամբողջությամբ մտածածին են, կրում են մանիպուլյատիվ բնույթ եւ արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը։ Եվ նման պարագայում խոսք անգամ լինել չի կարող ազատ խոսքի մասին։ Այսինքն Աննա Սիրունյանը իր այդ տեսանյութում արատավորել է իմ պատիվն ու արժանապատվությունը եւ ես իմ իրավունքների պաշտպանության նպատակով առաջիկայում քաղաքացիական հայց եմ ներկայացնելու Աննա Սիրունյանի դեմ։ Եվ ինչպես արդեն նշեցի, դատարանին միջնորդելու եմ ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ եւ հայցագնի չափով արգելանք դնել Աննա Սիրունյանին պատկանող դրամական միջոցների վրա, որպեսզի այսուհետև Աննա Սիրունյանը զերծ մնա ինձ հրապարակայնորեն վարկաբեկելուց եւ ինձ հեղինակազրկելուց
եւ իմ պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելուց։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։